Ուրեմն շիչայտալ яшիլշա ամրիտա բակցիվինոն թակուր մենք ձեզ հետ դասիվում ենք բակցիվինոն թակուրի մի գրված, որը ես ամեն անգամ դա ասում եմ, մինչև վերջ այդպես ալնելու, սկզբում միշտ դա ասելու եմ, որ մենք ուսումնասիրում ենք հոգևոր կյանքի կազմակերպման սկզբունքները, անկախ մարդու կրոնական պատկանելիությունից։ Այս սկզբունքները իրենք կարող են վերցնել ցանկացած անձնավորություն, որը ուղղակի շահագրգռված է իր հոգու մաքրագործման process-ով, ինչու համար, որովհետև իրականում ճանապարհը ինքը մի հատ է, հա? Եվ այդ ճանապարհը ինքը ունի իր փուլերը, բոլորի համար անխտիր, այսինքն սկզբից դա բարոյականության մեջ հաստատվելն է, հետո նյութական աշխարհի ազդեցությունից ազատագրվելը, հետո առաջի հանդիպումը ռեալ գերագույն աստծո ազնվորության հետ, հետո նրա հետ հարաբերությունների վերականգնումը։ Այս փուլերից ինքը ոչ մի հոգևոր մարդ ինքը չի կարող խուսափել այս փուլերից, չէ՞։ Եվ այդ փուլերը իրանք ունեն իրանց ստանդարտ անցնելու ձևը։ Հասկանում եք։ Եվ այդ անձնավորությունը ինքը նախապես ունի գիտելիք, թե ինքը ինչպես պիտի առաջ տանի իր հոգևոր կյանքը, բարձր որ համաձայնվեք իր կյանքը շատ հեշտանում է, չէ՞։ Այսինքն ինքը պաշտպանված է լինում սխալներից։ Ուրեմն մենք ձեզ հետ քննարկեցինք, այսինքն բակցիվինոն թակուրը ինքը մեզ հետ քննարկեց, որ մեր ժամանակի համար նախատեսված է բակցի յոգան, բակցի դա նշանակում է սիրո պոտենցիալ, եւ բակցի յոգա դա նշանակում է, որ սիրո պոտենցիալի կապը գերագույն աստծո ազնվորության հետ, հա? Եթե մենք վերցնում ենք կլասիկայով, չէ, այսինքն այնպես ինչպես դա սովորաբար նյութական աշխարհում տեղի է ունենում, ապա կենդանեանքը ինքը կյանքից կյանք բավականին երկար կյանք է ծնվում է, մշտական ծնվում է արյական քաղաքակրթության մեջ։ Այնտեղ անցնում է գործունեությունը աստծո հետ կապելու փուլը, բանականությունը աստծո հետ կապելու փուլը, միտքը աստծո հետ կապելու փուլը, այսինքն ինչ փուլեր են դրանք։ Ես կարգավորում եմ իմ հարաբերությունները նյութական աշխարհով ապրող կենդանիների հետ, եւ այդ կարգավորումը անում եմ նրա հաշվին, որ արդարության դաշտ եմ բերում իմ կապվածությունները ու ատելությունները, հա? Հաջորդ քայլով ես հասկանում եմ, որ եթե ես հավերժ հոգի եմ, ինձ համար ընդհանրապես նյութական աշխարհում որևիցե մեկին կապված լինելը կամ թշնամանք տածելը իր համար, իր հանդեպ բացարձակապես ավելնորդ զգացմունքներ են եւ նյութական աշխարհի ապրողների հանդեպ իմ մոտ մնում է սկզբում առաջի վիճակը, դա համբերությունն է։ Երբ որ իմ հոգևոր զարգացումը ինքը հասնում է որոշակի հասունության, այդ համբերությանը միանում է կարեկցանքը։ Ու всё։ Սա է մնում վերաբերմունքը հասուն հոգևոր կենդանիակի նյութական աշխարհում ապրող բոլոր կենդանիակների հանդեպ, չէ՞։ Դրա հաշվին կենդանիակը ինքը ստանում է ազատագրում, հա, եւ այսինքն կապում է գերագույն աստծո ազնվորության հետ իր արժեքային համակարգը, հա։ Այսինքն արդեն ազատագրումը եւ գնալ իր հոգու շահերի հետևից, այդ գաղափարը ինքը դառնում է ամենակարևոր արժեքը, չէ՞, որտեղ տեսեք, քանի դեռ կենդանիակի բանականության մեջ, իր արժեքային համակարգի մեջ ամենակարևոր թեման դա նյութական աշխարհում չտարապել եւ նյութական աշխարհում երջանիկ լինելն է, չէ՞, ինքը հոգ է տանում իր նյութական մարմնի մասին։ Եվ հոգին ինքը այդտեղ ուզում է դրախտային մոլորակներ հասնի, ուզում է դժոխք կընկնի, որտեղ ուզում է լինի։ Ինքը մնում է նյութական աշխարհի ճիրաններում։ Հասկանում եք, մենք պիտի հասկանանք, էլի, որ տեսեք, եթե մենք մարմնի տեսանկյունից ենք նայում, չէ, ապա իհարկե մարմնի տեսանկյունից դրախտային մոլորակները դրանք շատ բարենպաստ են եւ կենդանիակը ինքը, կարելի ասել, երջանկության մեջ լող է տալիս, երբ որ հասնում է դրախտային մոլորակներ։
իրականում բոլոր հոգևոր մարդկանց համար, ովքեր որ գտնվում են այդ սկզբնական զարգացման սկզբնական փուլում, իրենց երազանքը դրախտային մոլորակները գնելն է, այնպես չի, որ Աստված իրանց երազանքն է։ Իրանց երազանքն է Աստծո հաշվին նյութական աշխարհում վայելքին հասնելը, բայց ոչ Աստծո հետ հարաբերություններ կառուցելը։ Հասկանում եք, ոչ սեփական հոգին հայտնաբերելը, այդպիսի process-ներ իրանք չկան, եւ դրա համար հաջորդ փուլով կենդանիակը ինքը իր ամբողջ պրակտիկան կայանում է նրանում, որպեսզի ինքը իր արժեքային համակարգի մեջ մտցնի հոգու հետ բաները, շահերը, հա, եւ որպես գործող, որպես գլխավոր գործողանց գերագույն Աստծո անձնավորությունը։ Այսինքն այս երկու բանը պիտի դառնան իր արժեքային համակարգի մեջ ամենակարևորը։ Միայն այդ փոփոխությունից հետո է, որ կենդանիակը ինքը սկսում է հոգևոր կյանքում հետաքրքրված լինել հոգու շահերով։ Այսինքն արդեն գնում է հոգևոր կյանքում հոգևոր պտուղներ ստանալու հետևից։ Հասկանում եք, տեսեք օրինակ, ասենք մեր ժամանակներում բոլոր նրանք, ովքեր թողիցներ են բոլորը, բայց թե բոլոր նրանք, ովքեր մեդիտացիաներ են անում, յոգայով են զբաղվում, կամ տարբեր տեսակի էզոտերիկ պրակտիկաներով են զբաղվում, չէ՞։ Եթե դուք նայեք բանաձևը, ինքը միշտ մնում է նույնը, ինքը բարձրանում է այնտեղ։ Հիմա նույնիսկ ես չեմ էլ բան տա, էլի, սահմանում տա, թե ինչ է կուտակում։ Իրան անհրաժեշտ ռեսուրս է կուտակում եւ վերադառնում է նյութական աշխարհ, որպեսզի ավելի լավ, ավելի ճիշտ այդ աշխարհում ապրի։ Չէ՞, ուրիշ բանաձև գիտեք, ուրիշ բանաձև չկա։ Միշտ այդ է, բարձացա, վերցրեցի, իջա, որ օգտագործեմ։ Ինչի համար։ Նյութական գոյության։ Ուրիշ բանաձև չկա։ Այ որպեսզի կենդանիակը ինքը արդեն գնա հոգու շահերից հետևից, չէ՞։ Ինքը այդ պետք է արժևորի, իսկ որպեսզի ինքը արժևորի, ինքը պիտի հասկանա, որ ինքը հոգի է։ Այստեղ շատ կարևոր են այդ երկու բառերը, որ ինքը ոչ թե պիտի հավատա, որ ինքը հոգի է։ Մենք միշտ պետք է հասկանանք, որ քանի դեռ հոգևոր կյանքը ինքը հենված է հավատի վրա, դա սենտիմենտալ իրավիճակ է, որտեղ կենդանիակը ամեն վարքյան բանի տակ է, վտանգի տակ է, այսինքն ցանկացած նյութական աշխարհի ցանկացած տատանում եւ դրական եւ բացասական, այսինքն որ եւ դրական դա շատ կարեւոր է, իրան կարող է գցի process-ից։ Առաջի դեպքում կենդանիակը ինքը թողնում է հոգևոր process-ը, վազում է որ վայելի, որտեղ վերջապես բախտը բերել է ինչ-որ վայելքի հնարավորություն է բացվել, հա։ Երկրորդ դեպքում ինքը հիասթափվում է կրոնից եւ թողնում մտածում, որ Աստված ինձ չօգնեց, ես դժբախտ էի, ինքը իմ խնդիրը չլուծեց, всё, пошел вон։ Հասկանում եք։ Դրա համար այստեղ շատ կարեւոր է այդ տարբերությունը, որ ինքը ոչ թե պիտի հավատա, որ ինքը հավերժ է, ինքը պիտի հասկանա։ Այդ հասկանալու համար իրականում կենդանիակը ինքը կլասիկայի մեջ մի քանի կյանք է ծախսում։ Այդ կարմա յոգա, գյանա յոգա, դհյանա յոգա, բhakti յոգա, որ ես այդքան ասում եմ, չէ՞, այդ ամեն փուլը կենդանիակը ինքը այդպես էլ էվոլյուցիոն ճանապարհով ինքը այդտեղ մի քանի կյանք է ծախսում։ Մինչև որ դառնում է, ասենք, այդ փուլի համար արդեն հասուն անձնավորություն, չէ՞։ Ու ստանում է հոգևոր բաները, արդյունքները։ Հիմա առաջի փուլում հոգևոր արդյունքը դա նա է, որ կենդանիակը ինքը համոզվում է, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նախանց անձնավորություն չի եւ մեծ հաճույքով կենդանիակին օգնում է լինել երջանիկ։ Հիմա, երբ որ ես դա ասում եմ, հազարավոր, եթե ինձ լսեն, հազարավոր նվիրալներ, որոնք իրենք զբաղվում են բhakti յոգայով, կհակաճառեն։ Իրանք ասեն, մենք վերցրել ենք բhakti յոգա, բայց մնացել ենք դժբախտ։ Եվ մենք այսօր հենց այդ թեման ենք քննարկելու, թե ինչու։ Հա? Եվ ուրեմն, որովհետև իրականում ես գիտեք, ես միշտ ասում եմ, էլի, որ Նենց ներքին լրջություն ունեցող մարդը, երբ որ ինքը ինչ-որ կապ չունի որտեղ, երբ որ ինքը ինչ-որ մի հատ դաշտ է մտնում, չէ, ինքը այդտեղ միշտ պետք է ունենա մի հատ սկզբունք։ Եթե այս ճանապարհի վրա կա գոնե մի հոգի,
որը այս ճանապարհը անցնելով արդյունքի է հասել, ես լինելու եմ երկրորդը։ Հասկանում եք։ Այսինքն դա կենթանիակի ընտրությունն է, ինքը իրան միշտ որտեղ է տեսնում, հաղթողների մեջ, թե պարտվողների։ Հա, եթե ինքը ասում է վայ, բոն, իսկ տյանեմ, всё, ինքը իրան պարտվողների մեջ է տեսնում։ Ինքը ընդհանրապես ճանապարհ անցնողի հոգեբանություն չունի։ Հասկանում եք, դրա համար այդ արժեքային համակարգի մեջ արժևորել այդ երևույթները իրանք ահավոր կարևոր են։ Ուրեմն ինքը արժեքային համակարգը պիտի փոխի, այդտեղ այդտեղ այդ գյանայոգայի մեջ է լինում, որ ինքը այնպիսի մտորումների մեջ է մտնում նյութական աշխարհի հետ կապված, չէ՞ որ ինքը ստույգ ճիշտ գնահատում է նյութական աշխարհը, ու իրան արդեն ոչ այդ նյութական աշխարհի երջանկությունն է պետք, ոչ էլ հետաքրքրում է ինքը դեռ կտարապի, չի տարապի, կան անձնավորություններ, որոնք իրանք ուղղակի հակառակը, տեսեք, մեծամասնությունը, Գերագույն Աստծո անձնավորությունը, ինքը որ ասում են կարմա յոգա, չէ՞, կարմա յոգայի մեջ ապրողները իրանք նրանք են, ում Գերագույն Աստծո անձնավորությունը նյութական երջանկության միջով անցկացնելուց է տանում հոգևոր աշխարհ։ Ինչի համար։ Ինքը այդտեղ փշոփշոյ անում կենթանիակին, որպեսզի կենթանիակը հասկանա, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բարյացակամ իր հանդեպ, ու այդ բարյացակամության զգացումի վրա, հիմքի վրա կամաց ավելի ու ավելի վստահի իր գոյությունը Գերագույն Աստծո անձնավորությունը, մինչև կհասունանա այն վիճակին, որ կասի ես ուզում եմ քո հետ ապրեմ։ Հա, տեսեք, այդ դրա վրա կենթանի էակը ուրեմն արիական քաղաքակրթության մեջ սովորական քաղաքացուց մինչև բրահման, այդ բրահմանների մեջ էլ մինչև պարավահամսը կյանքեր պիտի անցնի։ Հա, այսինքն ինքը սովորական քաղաքացու դիրքում ծնվում է այնքան մինչև ձեռք բերի սովորական քաղաքացու բոլոր որակները, այդ որակները մենք հետագայում կքննարկենք շատ մանրամասն, հա, ու ասենք օրինակի համար բանվորից դառնա վարպետ, հա, հետո ծնվի առևտրականների խաղում, այն 0-ից ալիգարխ, հետո իշխանավորների խաղում, չինովնիկից թագավոր, քանի կյանք է պետք, այդ մոտարապես հաշվեցինք, դաժե եթե ենթադրենք, որ sense ամեն ինչը սահուն գնում է, էլի, որ ինքը այդ ընթացքում ոչ մի հատ սխալ չի կատարում, որի պատճառով կարող է միտեղ մի քիչ զադержկա լինի։ Հասկանում եք, այդ ինքը բավականին երկար ճանապարհ է, մինչև կենթանիակը ինքը այդ նյութական աշխարհում կուտակված ամբողջ, որտեղ ի՞նչ է նյութական աշխարհում կենթանիակը միլիոնավոր կյանքեր է ապրել, ու այդ փորձը ունի, օտարին վստահել չի կարելի, ինչու, որտեղ հիմնականում նյութական աշխարհում կենթանիակները իրար հետ կամ մրցակցում են առաջնություն դրսևորելու համար, չէ, կամ արդեն թշնամանում են։ Ինչ մտածելակերպ, ինչ արժեքային համակարգ կարելի է ձևակերպել այդ փորձը ունենալով։ Չէ, վստահության բացարձակ բացակայություն։ Հատկապես, երբ որ հանկարծ հայտնվում է Աստծո գաղափարը, ու կենթանիակը ինքը սխալ գիտելիք է ստանում Աստծո մասին, ու ինքը միանգամից գալիս է այդ գաղափարին, որ ահա, եթե ասում են ամեն ինչ Աստծո կամքով է տեղի ունենում, ուրեմն ես ամբողջ զիբիլը, որից է տեղի ունեցել, դու ես արել, ու այդ ամբողջ կուտակված անվստահությունը, եթե նույնիսկ կենթանիակը ինքը վախենում է բերի իր գիտակցականի մեջ, ինքը ենթագիտակցության մեջ այդ ամբողջ միանգամից պրայցուրույթ է, ասոցացնում է Աստծո հետ, всё, իրականում ինքը այդտեղ Աստծուց ինչ է նշանակում կենթանիակը ինքը սկզբում Աստծուց վախենում է, այդ ինչ է նշանակում, որ ինքը Աստծուն ընկալում է որպես տառապանք տվող, չէ, որ այսինքն որ ինքը ինչից է վախենում, ինքը հիմա մտածում է, որտեղ ինքը ամեն կյանքում չի, չէ, որ գիտակցում է, թե ասենք իր մոտ տառապանքը ինչից է կա, հասկանում եք, եւ ասենք այդ երբ որ ինքը չի գիտակցում, չէ, ինքը որ Աստծո գաղափարը ստանում է, ինքը այդ է հասկանում, որ ինչ-որ հիմա դաժե այս կյանքում եկել եմ հատկապես աստվածամերության դարաշրջանում, չէ,
Ես բացատրություն չունեմ, ինչի եմ տեղ ծնվել։ Չէ՞։ Բացատրություն չունեմ, ինչի եմ մի ազգի մեջ ծնվել, որ ամբողջ իր պատմության ընթացքում մենակ դավաճանության, չգիտեմ, պարտությունների, առնալվիկությունների չիմանում ինչի մեջ ա եղել։ Ինչի եմ ծնվել այստեղ, այլ ոչ թե մին այստեղ, որը вообще դրանք պես իրանց համար ապրում են։ Ինչի է այդպես, չէ՞։ Այդ հարցերի պատասխանը չկա, բայց կա մի հատ գաղափար, որը հնչում է։ Տերևը առանց Աստծո կամքի չի շարժվում։ Ինչ ձևավորեցի, մենակ վախ, չէ՞։ Ասեք այդտեղ դու մենակ մի հատ աղոթք ունես։ Եվ բրկյա մեզի չարեն։ Չէ՞։ Այսինքն այդ ճարը մարդ ինչ որ սաղ եկել է այն կյանք, այդ դրանից բրկի։ Եթե դու ես տալի, լավ է ցավը տանեմ, եթե չանես էլի։ Ինքը այդ Աստծուց այդ ժամանակ վախենում են։ Չէ՞։ Տեսեք, երբ որ ասենք ազնվորությանը փորձում են արատավորության դաշտից բերեն բարոյականության դաշտ, ամենաշատը ինչ են անում, վախացնում են Աստծուց, չէ՞, ինչո՞ւ վախ դու վախ չունես Աստծուց։ Հասկացա՞ք, չէ՞։ Այ ինքը այդտեղ մի հատ շատ փիս հոգեբանական բան կա էլի, ասած զգուստակ էլի ոնց Ջոկալդայի կուտակում կա էլի, որ ինքս այս պարզաբանումներով պիտի այդ սավ կապերը քանդենք, որ կարողանանք դրա տակից ճշմարտություն հանենք, չէ՞։ Ու ասենք այդ տեսեք ինքը այդքան երկար կարմա յոգայի մեջ վստահությունն է իր վերականգնում։ Գնահատում եք, չէ՞, Աստված ինչքան համբերատար է։ Այն հատկապես ամենաառաջի փուլում, երբ որ կենթանեակը ինքրատեցել սопротивляется սիլերի, հասկացաք, չէ՞։ Հետո նոր գալիս է, երբ որ ինքը համոզվեց, որ կենթանեակը գերագույն աստվածնավորությունը ինքը բարիացակամ է, նոր սկսում է այդ ճանապարհով գնալ, էլի որ այսքան ինչքան վայել կար այս նյութական աշխարհում վայելեցի, որտեղ արիական քաղաքակրթության մեջ ծնվելը, դա նշանակում է կյանքից կյանք ավելացնել նյութական վայելք։ Հասկացաք, չէ՞։ Հիմա տեսեք, եւ կան ազնվորություններ, որոնք իրանք նյութական աշխարհի տառապանքն են ընկալում որպես ամենալավ մեթոդ, հիմա սենց արագ դուրս գալ նյութական աշխարհից։ Հիմա դա եկել քննարկում, որ Աստված ինքը երկու ճանապարհով է տանում, ինչ որ կենթանիակների տանում է փափուկ ճանապարհով, այսինքն չերես երջանկություն, ինչ որ կենթանիակների տանում է չերես տառապանք։ Դրանք երբ որ այս երկրորդների, երբ որ նրանք ովքեր որ երջանկության են ուզում, իրանք նայում են, իրանք ասում են, «Վայ, Աստված, ուրեմն հոգևոր դառնալ է սա նշանակում, բայց եթե դուք այդ տառապողին հարցնեք, չէ, եթե իմինը էնա, ում որ Աստված է տառապանքով տանում, էլի, ինքը կասի, ես այնքան շնորհակալ եմ Աստծուց, որ ես ասենք այդ փորձությունների մեջով անցնում եմ, այդ փորձությունները ինձ ուժ են տալի, որ ես արժեր զրկեմ նյութական աշխարհը, հասկացաք, չէ՞։ Հասկացաք, որտեղից են վերցրել փսիխոլոգները Մարկով Կասպերիդի, Մարկով Կզգադի գաղափարը։ Հա։ Այդ ստեղից է վերցված, որտեղ մեթոդը այստեղ այդ է, որ Աստված ինքը երկու ձևով է առաջ տանում։ Թույլերին ինքը տանում է չերես երջանկություն, բանականություն ունեցողներին չերես տառապանք։ Որտեղ մենակ բանակ, եթե ինքը ազնվորությունը ինքը էմոցիոնալ է, ինքը հենց որ տառապանք է ստանում, ինչքան վատ բանի որ ինքը ունակա, էդի դա մեջից դուրս է գալիս, ինքը դեռ պրոգրես չի կարող ունենալ։ Դրա համար թույլիկներին, էմոցիոնալներին ինքը տանում է չերես երջանկություն։ Պսյո, դեքվաբա լավ է, հա, դե գնացինք առաջ, դեքվաբա լավ է, հա, գնացինք առաջ։ Իսկ բանականությամբ ուժեղ կենթանիակներին, չէ, ինքը մշտական ցույց է տալի, տես նյութական աշխարհը զզվելի է։ Հա։ Ու այդ ուժերը ինքը միշտ տենց էլ գալիս է, յախ, գնաց լրիվ հրաժարվեց պաշտի ոնց է, ու Всё, Աստվածյան քեզի ոնց հասնեմ։ Պատկերավոր որ ասենք։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն, ծերենես, չէ՞։ Հիմա հաջորդը դա այնա, որ երբ որ ինքը դարձավ հոգին ու գերագույն Աստծո անձնավորությունը դարձան արժեք, չէ՞։
Տեսեք, այդ կենդանիակը իր ուշադրությունը միշտ ուղղում է այնտեղ, որտեղ որ իր արժեքներն են։ Ու այնքը դրանից հետո, այդքան կյանքերից հետո է, որ կենտրոնանում է հոգևոր ճանապարհի, հոգևոր արդյունքի վրա, այսինքն հոգևոր պտուղի հետևից է գնում, որ ես պիտի հասնեմ դրան, որ ես տեսնեմ, էլի, ես իսկականից հոգի եմ արա։ Ես вообще ինչա չեմ խոսում ես արևցիները։ Հասկանում եք, չէ՞։ Ու այդտեղ կենտրոնիակը ինքը միտքը, իր միտքն է կենտրոնացնում, չէ՞, որ ինչ արժանանում միտքը կենտրոնացնում, այդ ինչ հատմա ցանկություն ունի։ Ցանկություն ունի իրականացնել իրան որպես հոգի։ Մինչև այդ ինքը, երբ որ նույնիսկ հոգևոր գիտելիքը լսում է, ինքը այդ հոգու մասին, հոգին հավերժաբան, այդ ամեն ինչը արհամարում է։ Իրան ամենակարևորը այն է, այստեղ հիմա Վասյանն իմն է, թե չէ, ես ամուսնանում եմ, թե չէ, ես կարողանում եմ այս պաշտոնը ստանալ, թե չէ, Ֆերարի ունենալու եմ, թե չէ, դաչա ունենալու եմ, թե չէ, իրան է հետաքրքրում, հոգի, հա, լսում է, հա, այդ բան, ես քնեմ, դու պատմի, как ракеты бороздят сцены Большого театра. Они тишина, че фильм, че кишина, этот фильм карели, կարճավետրաժ, это միած հարբեցողորը ստացել էր սովետականությունում հարբեցողության համար 15 օրով բանել տա, կալանում էին, տանում էին հասարակական գործողությունների, միատես լկտին ընգերել միած խելոքի ձեռքը, իսի него идея, էլի, որ ես պիտի իրան վերադաստիարակեմ, հա, հիմա նստել է փատրոնից ախոսում, ես ինչ, ես մարդը սենց ասպալա, ասպա, ես քնեմ, սա խառնել է իրան, էլի, մի քիչ ստեյցալս է, մի քիչ ընդեղից բան, ասպա, ես քնեմ, ասպա, իսկ դու ինձի պատմի, թե Ռակետա ոնց է, թե հրթիռները ոնց են թռնում մեծ թատրոնում։ Հասկացաք, այդ տենց է լսում հոգու մասին։ Որտեղ իր համար դա կարևոր չի։ Մինչև արժեքային համակարգը դրա համար արիացիներ իրենք կարևորում էին, որ մարդ ոչ թե պիտի հավատա, որտեղ հավատի հիմքի վրա ինքը երբեք ցանկություն չի զարգացնում։ Հավատի հիմքի վրա իրան բանականությունը ասում է то я կա, я չկա, ես իմ ես ինչ ասում եմ, կոնկրետ հիմա ես այս մարմինն եմ, հա, այս մարմնի երջանկությունն է ինձ հետաքրքիր, կա, լավա, չկա, պաշլի սևորդ, ուզում հոգի ունեմ, ուզում ինչ ուզում ունեմ, հասկացաք, չէ, խոսակցությունը ինքը դա է, բայց ասենք, երբ որ անձնավորությունը ինքը արժեքային համակարգով ինքը իմինը հասկացել է, չէ, դրա համար դուք եթե նկատեցիք, ովքեր որ Բhagavad Gita լսում են, երկրորդ գլխում Տեր Շրի Կրիշնան ինքը հենց այդ էր, չէ, անում։ Ինքը կետեր էր տալի, մենք այդ բոլոր կետերը քննարկել ենք, չէ, մանրամասն, ինքը կետեր էր տալի, որ այ դու ըստեղ այս կետում մտածի, այսա նկատի, եթե դու այս բաները նկատեցիր, դու կհասկանաս, որ դու հոգի ես։ Չէ, այմա բոլորը մի հատ մտնում են իրանց մեջ, եթե այս պահին իրանք չեն հասկանում, որ իրանք հոգի են, այդ նշանակում է, որ Bhagavad Gita-ի այդ տեքստերը, այն ինչ որ ես ասում եմ, ուղղակի ականջների կողքով թռել է, որտեղ դա հետաքրքիր չի, հետաքրքիրը Վասյանն է, վсё։ Հասկանում եք։ Եվ հիմա, ուրեմն, երբ որ արդեն կենդանիակը տեսեք արժեքային համակարգով եւ ցանկություններով կապվեց Աստծո հետ, այդ դրա վերջում է որ Աստված ինքը, այսպես որտեղ из ниоткуда մեկ էլ կանգնում է կենդանիակի առաջ, բարի։ Այդ ես եմ ու ես կամ։ Ինչ է կանում դальше։ Հա? Հիմա կենդանիակը նայում է գերագույն Աստծո անձնավորությանը ու սիրահարվում է իր վրա, որտեղ իր վրա չսիրահարվել, դա պրոստը հնարավոր չի, ուզում ես տղամարդ եղի, ուզում ես կին եղի, ոչ մի կապ չունի։ Համել այն պահին, երբ որ դու ի վիճակի ես տեսնես Աստծուն, դու արդեն քո նյութական մարմնի հետ ոչ մի բանով կապված չես։ Հա? Դու ոչ տղամարդ ես նյութական աշխարհի տեսանկյունից, ոչ էլ կին ես, հա? Բայց թե հոգևոր տեսանկյունից դու ով ես, դու հələ չգիտես։ Այդտեղ դիքո հոգևոր մարմինը վերականգնվի։ Հասկանում եք, ու այդտեղ Աստված ինքը այսպես օգնում է, որ բանի։ Հիմա, այդ բակտի յոգան, չէ,
ինքը հայտարարված է մեր դարաշրջանի կրոնականության ճանապարհը։ Մենք կարող ենք դա ընդունենք, կարող ենք դա չընդունենք, բայց միշտ էսպես է էլի, որ ասենք երբ որ ժամանակը գալիս է, չէ՞, տեսեք օրինակ, հետանոսությունը ինքը գնացել էր, ինքը արդեն մտել էր փակողի, որտեղ ինքը իրանք արիացիները իրենք նախորոք հայտարարել էին, որ կիսաստվածների երկրպագությունը այլևս չի գործելու, ուզում եք 1000 հատ զոհագործություն արեք, արդյունք չի լինելու, չէ՞, ինչպես կարող էր, օրինակ, հեռու չգնանք, չէ՞, Հայաստանի, չգիտեմ, հեթանոս քրմերը շարունակեին կատարել իրանց զոհագործությունները, այդ զոհագործությունները գործեին ու հայտնվեր ընդամենը մի հատ մարդ, որի անունն է Գրիգոր Լուսավորիչ, հա, մի հատ մարդ, որը ոչ զորք ունեցել, ոչ մի բան չունեցել, չէ՞, այդ մի հոգով եկել է, թագավորի գլուխը կերել է կոպիտ ասած, ու թագավորի զորքի ձեռքերով հեթանոս Հայաստանը պրոստը վերացրել է, ոչ թե զավթել է, այլ քարքարին ճիտով է, ֆիզիկապես դուք պատկերացնում եք, вообще, ասենք, բանելի այդ ավիրումների մասշտաբը այդտեղ ինչա տեղի ունեցել։ Մենք ցած ասում ենք, անցնում ենք, մի հատ տաճար չի մնացել։ Ստեղ են ասել, վայ քո հերդ եմ անիցյալ այդ այնտեղ ի՞նչ է կատարվել։ Դուք պատկերացնում եք ինչ պիտի կատարվի, որ Հայաստանում մի հատ եկեղեցի չմնա։ Այդ կողը ինչ պիտի անի Հայաստանի հետ, որ այդտեղ բան լինի։ Հա, ոչ լուրջ մտածել եք դրա շուրջ։ Այդ ո՞նց է հնարավոր դառնում։ Այդտեղ է, որ ինքը process-ը նախորոք գերագույն Աստծո ազնվորությունը մարդկանի լեզվով նախորոք ասում է. Երեխեք ջան, էսի մի արեք, էսի չի գործում։ Հա? Բայց մարդկությունը ընդհանուր առմամբ ինքը փոքր երեխային տման է, ինչ որ ասում ես մի արա, ինքը հենց էդի գդում անում է։ Այդ ժամանակ ինչ է լինում։ Այդ ժամանակ ստանում է Գրիգոր Լուսավորիչ։ Այդ ժամանակ ստանում է վիկինգներ, չգիտեմ ով, չգիտե հասկացա, չէ՞, այսինքն մեկը գալիս է ու սկսում է այդ քաղաքակրթությունը պրոստը ավիրել։ Չհասկացաք բառեր։ Ես բառով ասեցի, ես պատրաստ սրա վերջը, սա ավարտվեց, այս process-ը էլ չի գործելու։ Ուրեմն մարդկությունը այդտեղ հարց տա, ո՞րն է գործելու։ Ունես չի, որ արիացիները չեն ասել, նախորոք ասել են, ինչ է գործելու։ Հասկանում եք, չէ, մենք դե ուպորստվա կերեք, չէ, ու ասենք, երբ որ մենք նայում ենք, ինքը հեթանոսությունը ամբողջ աշխարհով մեկ կրակով ու արյուն թափելով է, չէ, վերացել։ Ու եւ քրիստոնեությունը, եւ մուսուլմանությունը բռնի ուժով է մտել։ Այդ ո՞ր մեկն է։ Մուսուլմանությունը քարոզով մտել, թե քրիստոնեությունը։ Ոչ մեկն քարոզով չի մտել, չէ՞։ Բոլորը զենքով, թրով, թվանքով եկել են, թուրը դրել են սովորական մարդու վզին, ասել են մարշ մտի ջուրը, մարշ գնա, չգիտեմ, եսի մինչեղի, այնտեղ չգիտեմ, այդ ամրադը ոնց է արվում էլի։ Ու բրծավ։ Всё, այսօրվանից դուք քրիստոնյա եք, այսօրվանից էլ բան եք։ Անցնում է 1000 տարի, մարդիկ այդ նույն քրիստոնեության համար, որ արյունով են ստացել, մորթով ու եսի միջով, ասում են, դա մեր հարազատ հայկական կրոնն է։ Մենք էլ դրա համար պատրաստ ենք մեռնել։ Այսինքն, դա գիտության process-ներ է։ Չէ, լուրջ եմ ասում էլի։ Առանց բանի, առանց ոչ մի ներվի։ Գաղափարն են քննարկում։ Հասկանում եք, թե ինքը ինչ է, էլի, որ ասենք, որ մի հատ մեկ նայենք, թե իրականում, մենք մեզ խելոքների տեղ ենք, չէ՞ դրել, թե ասենք, մարդկությունը ինքը հազարամյակներ ինչ գաղափարների հետևից կարող է գնա։ Հասկանում եք, ինչ գաղափարներ կարող է թույլ տա, որ իրա վրա դա բարդեն ու ինքն էլ այդ սահմաններում ապրի։ Հազարավոր տարի։ Հասկանում եք, ու լրիվ անկեղծ այդ ամեն ինչը ընդունվի։ Չէ՞։
Ուրեմն այն է պետք է հասկանանք, էլի որ այդ բաները չէ իրանք որ այդ դրաման մեր այս ամենը դրամա խոսացինք, որ այդ թեմային վերադառնանք, որ հիմա արիացիները իրանք ասում են, այդ դարաշրջանում աշխատելու է բաքցի յոգան։ Որտեղ իրանք ասում են, որ այդ յոգաների այդ ճանապարհից ուրիշ ճանապարհ չկա։ Այդ որ մենք ասում ենք գործողությունը կապեց Աստծու հետ, արժեքային համակարգը կապեց Աստծու հետ, ցանկությունները կապեց Աստծու հետ, նոր այդ ժամանակ ինքը պատրաստ է Աստծուն հանդիպի։ Հասկացաք։ Դա հասկանում ենք, չէ՞ ինչի մասն է խոսքը։ Ուրիշ ճանապարհ կա, օրինակ դու կարող ես գործողությունները չկապես Աստծու հետ, բայց հայտնվես հոգևոր աշխարհում։ Չես կարող, չէ՞։ Եթե դու հայտնվում ես հոգևոր աշխարհում, ու ինչ ուզում ես, ինչ որ դու ես ուզում, այդ ես անում։ Իսկ եթե դու նյութական գիտակցություն ունես, դու ինչ ես ուզում։ Դու ուզում ես ում հետ ինչ ուզում ես անես, վերջում երջանկություն ստանաս։ Չնկատես, թե вообще դու ում հետ ոնց ես վարվում, բոլորից նրբություն պահանջես։ Վայ, կողքովս հանգարց անցան։ Աման, մի հատ ծուռ նայեցին։ Բայց եթե իմ հետն է գալիս, ես ամեն մեկի հետ կարող անենց վարվեմ, որ մահկտացնեմ։ Ու ոչ էլ համարեմ, որ ես ինչ եմ արել, համարեմ, որ ես արդար եմ։ Հասկանու՞մ եք, չի ստացվում, չէ՞։ Մեկը անձնավորությունը ինքը, որպեսզի վերադառնա հոգևոր աշխարհ, ինքը պետք է իր անձի բոլոր կոմպոնենտները բերի ներդաշնակության մեջ Աստծո մտադրության հետ։ Որտեղ հոգևոր աշխարհը դա մի աշխարհ է, որտեղ իրականացվում է Աստծո մտադրությունը։ Իսկ իր մտադրությունը կայանում է նրանում, որ ամեն կենդանիակ իրան պիտի պահի նենց, որ իր շրջապատը եւ ինքը կարողանան լինեն երջանիկ։ Իր համար ամենակարևորը դա։ Որտեղ ինքը որակավորում ունի լինել երջանիկ։ Չէ՞, բայց մենք կակրազերիկ էինք խոսում դասախոսության մեջ, չէ՞, այդ բանը։ Համագործակցության սկզբունքի մասին, չեմ հիշում գիտաներ, թե բակավատաններ, չէ՞։ Այդ համագործակցությունը ինքը գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչի է ստեղծում նյութական աշխարհը ու ասենք այդ էգոիստներին առանձնացնում հոգևոր աշխարհից։ Որովհետև եթե կենդանիակը ինքը Աստծո համար երկրորդ ձեռքը չի, ծափը չի լինելու։ Երանությունը ինքը չի լինելու։ Ինչի հաշվին չի լինելու։ Չի լինելու այդ դրա հաշվին, որ էգոիստը ինքը միշտ այնպիսի քայլեր են կատարելու, որ այդ քայլերի հիմքի վրա Աստված ինքը ստիպված է լինելու պատժել։ Այսինքն հոգևոր աշխարհում պետք է լինի բան դժոխք։ Իրականում հենց տենց էլ կա, որտեղ յութական աշխարհը դա հոգևոր աշխարհի դժոխքն է։ Ինքը հենց տենց էլ անում, ասում է, պաշտի դուրա դիցի։ Այստեղ ձեր համար առանձնացեք, եփեք, ինչ եք անում, իրար սպանում եք, մորթում եք, ինչ եք անում, արեք ու եկեք վերջնական եզրակացության, դա լավ է։ Ձեր դուրը գալիս է աշխարհը, որ ստանում եք։ Չէ՞։ Եվ այդտեղ է դա, որ որպեսզի այդ աշխարհը ինքը դառնա ուրիշ, ամենակարևորը դա է, որ ես սկսեմ ինձանից։ Հա՞։ Որտեղից են հոգեբանները այդ գաղափարը վերցրել։ Ես դա հա ասելու եմ։ Որտեղից են իրանք վերցրել գաղափարը ու ներկայացնում են այնպես, ոնց որ իրանք առաջինն են այդ գաղափարը առաջ քաշել։ Արիացիներն իրանք այդ գաղափարը առաջ են քաշել տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Հասկանում եք։ Սկսում ենք քեզանից։ Դա հոգևոր կյանքի ամենագլխավոր սկզբունքն է։ Հենց եկար հոգևոր կյանք սկսում ես քեզանից։ Всё, ուրիշ ոչ միտեղ չես դնում։ Հետո նոր начнем разбираться, թե ուրիշների բանը, դոլը, ինչա, բաժինը, հա, քո տառապանքների մեջ որն է։ Բայց առաջի հերթին դու պետք է հասկանաս, որ ամենաառաջի անձնավորությունը, որը քեզ տառապանք է պատճառում, հենց դու ես։ Եվ դու ես, որտեղ տգետ ես։ Ես ինչ չէ, հա, պրոստը չգիտես։ Եթե եսի մեղք չի, ոչ էլ թերություն չգիտան ինչա, այ պրոստը չգիտես, դրա համար հիմարություններ ես անում, ու ինքդ քեզ տառապացնում ես։ Դրա համար արիացիները իրանք
շատ կարևորում էին գիտելիքը։ Ուրեմն հայտարարված է, որ մեր դարաշրջանում կրոնականությունը դա բակցի յոգան է։ Մարդիկ իրար կարող են ընդունել, կարող են չընդունել, դա մեկի անձնական գործն է։ Այստեղ բռնություն այկակրած արիացիների կրոնականության մեջ ոչ մի պարագայում բռնություն չի կարող լինի։ Որովհետև իրանց հոգևոր կյանքը ինքը աղանդ չի։ Հասկանում եք, ինքը առաջի քայլից մինչև վերջի քայլը հասկացողության վրա է հրված։ Եվ այս դրա համար է, որ արիացիների հոգևոր ճանապարհը ամենակարևոր անձնավորությունը դա հոգևոր ուսուցիչն է դառնում։ Հա, որովհետև արիացին ինքը իր հոգևոր ճանապարհը անցնում է հասկանալով։ Ով է հոգևոր ուսուցիչը։ Ինքը գիտելիքի շտեմարանն է։ Հա, գիտելիքը ինքը ու ինչի համար է նախատեսված բանականության։ Ուրեմն դրա համար, երբ որ կենդանիակը ինքը արդեն մտնում է բակցիի մեջ, չէ՞, մենք ձեզ հետ ուրեմն խոսացինք դրա մասին, որ բակցի յոգայի մենք պետք է շատ հստակ պատկերացնենք, թե մենք ինչ ճանապարհ պիտի անցնենք, չէ՞։ Եվ մենք խոսացինք դրա մասին, որ բակցի յոգան ինքը իրանով ինքը հիմնական երկու ճյուղ ունի, մեկը կոչվում է սատանա բակցի, մյուսիկը կոչվում է բհավա բակցի, հա։ Սատանա դա նշանակում է էտապ, երբ որ ես հասկացել եմ ճիշտը որն է, հա, եւ արդեն փորձում եմ պրակտիկա ունենալ, այդ ճիշտը կառուցեմ։ Այդ սատանա բակցին իր մեջ ունի երկու փուլ, որտեղ հենց այդ անցումն է կատարվում։ Այսինքն առաջի փուլը ինքը կոչվում է վայթի բակցի, այսինքն դա իմինը հենց այդ փուլն է, որտեղ կենդանիակը ինքը կարգավորիչ սկզբունքները ընդունում կյանքի, հա, եւ դրանք ինչի համար է նախատեսված, որ ես հիմա խնդիր ունեմ, որ հոգեվոր կյանքը մտցնեմ իմ կյանք, հոգեվոր process-ը, չէ՞։ Դրա համար ես պետք է իրան տեղ հատկացնեմ։ Մենք սրա մասին շատ ենք խոսացել։ Չէ՞, պիտի տեղ հատկացնեմ, պիտի ժամանակ հատկացնեմ։ Եվ դա նշանակում է, որ ես պիտի մի հատ նորից ռեստարտ անեմ, ինձ համար ինչն է կարևոր։ Հա, եւ հոգեվոր կյանքը ինձ համար պիտի դառնա կարևոր, որպեսզի ես իրան մտցնեմ իմ կյանք, չէ՞, որպեսզի ես ջինքեր գործադրեմ, որ տեղ ազատեմ իր համար։ Առաջին քայլով ես իր համար տեղ եմ ազատում, այդ նույն բանը, երբ որ ես հույս ունեմ, որ ինքը կարգավորելու է իմ նյութական կյանքը։ Հասկանում եք, մենք այստեղ երկար ենք խոսալու, որտեղ այդտեղ իրականում բակցի յոգան ինքը ասում է, ես տալիս եմ երջանկությունը։ Մենք անցյալ անգամ խոսացինք, չէ՞, որ Քրիշտան ինքը երկու հետարքիր սկզբունք ունի։ Ինքը մի դեպքում ասում է, ես տալիս եմ, ես պահպանում եմ այն ինչ որ ունի եւ ավելացնում եմ այն ինչ որ իրան պակասում է, մյուս տեղում ինքը ասում է, ես խլում եմ ամեն ինչ, որ բոլորը իր հանդեպ հետաքրքրություն կորցնեն, չէ՞։ Ու մենք դες խոսացինք, որ ինքը երբեք երկրորդ սկզբունքը ինքը երբեք չի կիրառում այն ազնվորության համար, ով որ այն փափուկ գնացողներից է։ Հասկացաք։ Հիմա, բայց մենք մի հատ խոսակցության թեմա ունենք։ Ես այն մարդկանցից չեմ, որ կոսկեմ, լղոզեմ, բանեմ, ասեմ, որ հանգած չնկատեք, ոչ։ Ես ինձ առաջինն եմ միշտ բարձրացնում ամենասուր հարցը, որ այդ փափուկ գնացողների մեջ մենք ստանում ենք այդպիսի իրականություն, որ ազնվորությունը ինքը վակցին մտցնում է իր կյանք, բայց արդյունք չի ստանում։ Ու լինելով փափուկ, այսինքն երջանկության կարոտ, հա, ստանում է այդ, որ իր ցանկությունը չի կատարվում, ու ինքը ջարդվում, փշրվում, ես ինչ դառնում է հոգևորի մեջ, հիասթափված մի հատ կենդանի էակ։ Այդի ինչի է տենց լինում։ Այդ հարցի պատասխանը մենք անպայման քննարկելու ենք։ Հիմա մենք քննարկում ենք ընդհանուր ստրուկտուրան, չէ՞։ Ու ասենք այնքը այդտենց է, որ այս կարգավորիչ սկզբունքները ընդունեցի, դա նշանակում է, ես բերում եմ հոգևոր կյանքը իմ կյանք, всё։ Եվ դա ունի իր կուլտուրան, այսինքն իր սկզբնական քայլերը, որը ես պիտի անեմ, հա, եւ իր քայլերը, որով ես պիտի հաստատվեմ հոգևոր կյանքի մեջ, չէ՞։
Երբ որ ես հաստատվեցի հոգևոր կյանքի մեջ, գալիս է երկրորդ փուլը, որը ինքը կոչվում է ռագաբակցի։ Ռագա բառը նշանակում է կապվածություն։ Այսինքն, երբ որ ես այդ նույն հոգևոր պրակտիկայով արդեն զբաղվում եմ ոչ թե նրա համար, որ պետք է, այլ նրա համար, որ դուրս է գալի։ Այդտեղ կարգավորից սկզբունքը միակ բանը, որ արդեն իրարից պահանջվում է, դա ոչ թե բարոյականության օրենքներն, այդպիսի անձնավորություններ իրանք դառնում են հրաժարված, բայց իրանց միտքը այսպես լրիվ խորասուզված է հոգևոր նպատակների մեջ, հասկացաք, չէ՞։ Եվ իրանք էլ իրանց բանը ունեն, կարգավորից սկզբունքը։ Այդ կարգավորից սկզբունքը ինքը այն է, որ ռագանվիրյալները կամ նրանք, ովքեր արդեն կապված են բակցին եւ Աստծո թեմային, իրանք պարտավոր են, սա շատ կարևոր է, ոչ թե մենակ ուզում են, իրանք ուզում են, բայց եթե դաժե կարող է մեկ-մեկ ինչ-որ բան են լնում, դες խոչից անդահնույց, բայց իրանք պարտավոր են ուսումնասիրեն միայն եւ միայն հոգեվոր աշխարհի հոգեբանությունը։ Երբ որ այդ առաջինում վայթի բակցիում կենթանիակի հիմնական բանը ուսումնասիրության թեման պետք է լինի նյութական աշխարհի հոգեբանությունը։ Այս ամենը շուտով արդեն երբ որ վերջացնենք այդ ընդհանուր обсуждениաները, կմտնենք այնտեղ, երբ որ Բաքսիմնոն Թակուրը ինքը կտա մեզ այդ թեմաները, թե այդ երբ որ ինչ է նշանակում կենտրոնացած լինել նյութական հոգեբանության վրա։ Հա? Այդ process-ը ինքը ինչով է սկսում, ինչով է ավարտվում, հա? Եվ հետո շատ հետո ինքը խոսա նրա մասին, թե ինչ է նշանակում խորասուզվել հոգևոր հոգեբանության մեջ։ Հասկանում եք։ Ուրեմն այս երկու էտապը անցնելուց հետո կենթանիակը այս կապվածությունով հոգևոր աշխարհի հոգեբանությունը ուսումնասիրելով, տեսեք ինչ ստացանք, որ առանց հոգևոր աշխարհի մասին գիտելիքի գոյություն չունի տենց process, որ կարելի է հայտնվել հոգևոր աշխարհում։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը добивается. Добивается. Որ ինքը անպայման այդ գործողությունները անում, որպեսզի կենթանիակը ինքը անպայման հասնի այդ արդյունքին։ Հասկանում եք, որ ինքը իր հոգեբանությամբ 100%-ով պատրաստ լինի մտնել հոգևոր աշխարհ։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն տեսեք, հոգևոր կյանքի առաջի էտապում ինքը ուսումնասիրում է նյութական աշխարհի հոգեբանությունը, չէ՞։ Ինչի համար, որ նյութական աշխարհից հիասթափվի։ Հա? Որտեղ ասենք, տեսեք, մեր համար միակ ռեալությունը, ձեզ համար հետաքրքիր է։ Մեր համար միակ ռեալությունը դա նյութական աշխարհն է, չէ՞։ Բոլորս գիտակցում ենք, հատկապես աստվածամեժության դարաշրջանում փառք Աստծո դրա պակասի չկա, չէ՞։ Բոլորս գիտակցում ենք, որ նյութական աշխարհում երջանկության հասնելը էդի բարդ process է, չէ՞։ Բոլորս ենք էդի գիտակցում։ Որ մեկն է դադարել երազել նյութական երջանկության մասին։ Ոչ մեկ։ Հասկանում եք, ոչ մեկ։ Դա ինչ նշանակում, որ մենք հազար ձևի այ մարդու հոգի, կենթանիակի հոգեբանությունը նյութական աշխարհում, ինքը շատ հետաքրքիր հոգեբանություն է։ Ում տառապանքը ինքը ուզում է տեսնի, ինքը միշտ մի հատ վերջնակետում մի հատ բան ունի, համոզմունք ասեմ, չգիտեմ, հավատ ունի, չգիտեմ ինչ բառով ասեմ, էլի։ Ասեմ համոզմունք, հա, ոչ կհասկանաք ես այն չեմ ասում, էլի։ Մի հատ համոզմունք ունի, որ իր հետ էդի չի լինելու։ Այսինքն ինքը հազար անգամ տեսնում է, որ այս մատը դրեց կրակի մեջ, ինքը վառվեց։ Այն մյուս հաջորդը ինքը գալիս ասում է, սպասի ես փորձեմ, իմ մատը ինչ-որ յուրահատուկ մատ է, որ դրեցի չի վառվելու։ Ու այդ նույն կրակի մեջ գնում նորից խցկվում է։ Հա, ես այստեղ միշտ բերում եմ իմ աղջկա հարցը, որ ինքը 18 տարեկան էր, ինձ այդ հարցը տվեց։ Հայաստանում ընդունված է, չէ՞, 17 տարեկանից սկսում են հարցնել, բախի չես ամուսնանում։ Թե իրան մի քանի անգամ այդ հարցը տվել էին, մի օր եկավ տուն ասում մամ,
ուզում եմ հասկանամ, մեր ասման, դու մարդ գիտես, որ տանքի մեջ երջանիկ է։ Ինչ ասում, բայց ինչ բոլորը քեզ հրավիրում են, դե որտեղ իրանք դժբախտ են։ Կարելի է հասկանալ։ Անչե դե, ասկան իդեան որն է ստացվում, որ դե չէ, դե տառապանքը ինքը կյանքի համար պարտադիր կամպանիա տա։ Ինչի, ով ասե, չէ՞։ Ու եվրոպացիները իրանք էս ճանապարհով են գնացել, չէ՞, թե ինչի ով ասե։ Ոչալի ընտանիքներ, այդ իր տառապանքներն իր հետ միասին։ Հասկացաք, ես իմ համար իմ կյանքը կապրեմ, ինչքան գահական վայելք եմ ուզում կստանամ, ինչը բետ երեխան տկած է երեխու վրա։ Ինչքան այնտեղ ահավոր շատ են, չէ՞, մարդիկ, որ երեխա ունենալը դիտարկում են որպես պրոբլեմ։ Ես պատրաստ չեմ։ Ինչի պատրաստ չեմ, որ ասում ես ճիճու գիշերները վեր կենամ երեխա կերակրեմ, չէ, ես պատրաստ չեմ, ես ուզում եմ այդ քնեմ, ես ուզում եմ վեր կենամ, ես ուզում եմ վաննա ընդունեմ, ես ուզում եմ ես անեմ, ինչ երեխա ինչ ես։ Հասկանում ժամանակակից երեխեքը հիմա տենց են, չէ՞ գնում։ Հասկանում եք, այսինքն այն նյութական աշխարհը ինքը այդ ունի, էլի, որ ամեն մեկը ինքը հույս ունի, որ իր բախտը կբերի։ Կոնցլագերներում ինչի հաշվին են ապրե։ Այդ հոգեբանության հաշվին։ Որ կողքը 100 հոգի ինգնում էր սովից մահանում էր, ինքը մեկա կյանքի համար պայքարում էր, որ իր բախտը կբերի, ինքը կենթանի կմնա։ Չէ՞, հասկանում եք, էսի ֆենոմեն է вообще, այդ որ Յուտկիշտյանն ասում են, այդ հոգեբանությունը ինքը ֆենոմեն է այդ բանը, հոգեբաները ուսումնասիրում են, ոչ մի ձևի չեն կարողանում называется инстинкт самосохранения, չէ՞։ Տենց են ասել անցել առաջ։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն առաջի փուլում, չէ՞, կենթանիակը ինքը ուսումնասիրում է նյութական հոգեբանությունը, որպեսզի ինքը ռեալ գնահատի այս աշխարհը, այլ ոչ թե գնահատի իրան հույսերով, որ իրան նյութական աշխարհի բարդությունները չի վերաբերվելու։ Հասկացա՞ք, չէ՞։ Երբ որ ինքը այդ է անում, դա բերում է իրան հրաժարման։ Եվ դրա համար արիացիներ իրանք շատ են կարևորում այդ նյութական աշխարհը ճիշտ գնահատելու փուլը։ Որտեղ եթե կենթանիակը ինքը սխալ գնահատեց, մշտական իր համար նյութական աշխարհում ինչ որ մի բան է լինելու, որ իր ուշադրությունը շեղում է իր վրա։ Հասկանում եք։ Հիմա, երբ որ ինքը այդ հոգեբանությունը ուսումնասիրեց անցավ երկրորդ փուլին, չէ՞։ Նայեք, արդեն ինքը հրաժարված է, իրան արդեն այնտեղ ոչ մի բան չի հետաքրքրում, բայց ինքը մեկ անձնավորություն է, չէ՞։ Ինքը չի կարող, չէ՞, ինքը շփման կարիք ունի, հարաբերությունների կարիք ունի։ Այդտեղ ինքը ամբողջ ընթացքում, երբ որ նյութական աշխարհի հոգեբանությունն է ուսումնասիրում, այդ ընթացքում իրան դեռ չեն բացատրում հոգեվոր աշխարհի հոգեբանությունը ոնց է, բայց իրան ասում են, որ այդ հոգեբանությունը ինքը տարբերվում է։ Միշտ այդ աստծուն ներկայացնում են նենց, որ ինքը ընդհանուր առմամբ միշտ այդի գիտակցի, որ այնտեղի հարաբերությունները տարբերվում են։ Երբ որ մարդը ինքը այդ նյութական աշխարհի հոգեբանության մեջ գալիս է այն 80% հասկացողությամբ, այդ պիրիխոդը բանից վայթից դեպի ռագա, այսինքն պետք է եւ ուզում եմ, չէ, այդ անցումը միշտ հիշեք, ոչ մի անցում տենց չի լինում, որ ես առավոտը զարթնեցի, ինձ ասին դու ռագայի մեջ ես նորմալից, դավայ, մարշալի պրոցեսի մեջ, դա չկա ոչ մի տեղ։ Ինքը հասունանում է կամաց, հա, այսինքն վայթի բանը, այդ սաթանա բաքսին ինքը ունի երկու փուլ, չէ, վայթի ռագա։ Այս երկուսն է։ Սկզբում իրանք այսպես են, այսի բանա, կարգավորի սկզբունքներն է նյութական աշխարհի, էսի սպոնտանությունն է, ինքը այսպես է, մի տոկոս, չէ՞։ Այն զարգացման ընթացքում, հա, ինքը ուրեմն այսպես ալվում է, այսպես ցույց տալիս, այսպես ալվում։ Հա։ Այդտեղ երբ որ ինքը եկավ հասավ 80%, այսքան, չէ՞։ Էսի արդեն ահագի մեծ տոկոսով իր հետ սկսում են խոսալ, այսինքն սկսում են իր հետ քննարկել այն գրվածքները, որոնք իր մեջ պարունակում են, կոչվում է Աստծո խաղերը, Աստծո եւ կենթանիների հարաբերությունները։
Հասկացաք, ու այդտեղ իրաք sense սահուն տանում են արդեն հոգեբանությունը ուսումնասիրել։ Այդ երկու փուլերը կարող են ունենալ առանձին իրանց հոգեբան ուսուցիչները։ Այսօր մենք դրա մասին մի քիչ կխոսանք։ Հասկացաք, եւ որ ինքը հոգեբոր հոգեբանությունը լիարժեք ընկալում է, հա? Ինքը խորասուզված է արդեն այդ հարաբերությունների մեջ։ Ինքը այդ հարաբերությունները հասկանում է, ինքը այդ հարաբերությունները սիրում է, որովհետև ընկալել է այդ հարաբերությունների գեղեցկությունը։ Ինչու դա չի կարելի անել ամենասկզբից, որտեղ երբ որ մենք խոսում ենք երկու բազմազանության աշխարհների մասին, նյութական եւ հոգեվոր, արտաքինից իրանք իրար նման են։ Եվ քանի դեռ կենդանիակը ինքը նյութական գիտակցություն ունի, ինքը հոգեվոր հոգեբանությունը կվալիֆիկացիա չունի քննարկելու, որովհետև ինքը ինչ էլ դու քննարկես հոգեվոր բանից, չէ, ինչ բառեր ուզում ես օգտագործես, քո դիմացինը ինքը էդի բերելու է իր նյութական անալոգներին։ Եթե ես ասում եմ Կրիշնան ունի սիրեցյալ, ամեն մարդ միանգամից պատկերացնում է, թե սիրեցյալը նյութական բանականության համար ինչա նշանակում։ Դրա համար հետո միանգամից միայն ջարդում ես իր այդ պատկերացում, ասում ես, բայց լավ հիշեք, հոգևոր աշխարհում չկա սեքս։ Ամեն անգամ ռազում շաբլոն, բա ինչ կա։ Այդ բա ինչ կան ինքը չի կարող պատկերացնի։ Հասկանում եք, ինքը չի կարող պատկերացնի, ինչ համ ու հոտ կա սիրային հոգևոր աշխարհի սիրային հարաբերությունների մեջ, եթե դա չի բերում սեքսի, ոչ բա ուր է բերում։ Հա? Ու հիմա ես ասեմ, այնտեղ վայելքը նրանում է, որ հա նայում են իրար աչքերի մեջ։ Օրինակ, ինչ է մտածում այդտեղ մարդը։ Ընդհանրապես ինչի համար, որտեղ իրա մոտ նյութական աշխարհում դա կապված է սեքսի հետ։ Ու ոնց որ ինքը չի հասկանում, թե եթե սեքս չկա, բա ինչ կա, տենց էլ եթե դուք մտնեք հոգևոր աշխարհում բացատրեք, որ սերը ինքը կապված է սեքսի հետ, հոգևոր աշխարհի ապրողների մազերը ասես բիզ կտնգվի։ Ասի չա։ Այսինքն ոնց Ինչը կարելի է փոխել այն զգացմունքների հետ, որը ապրում ենք, երբ որ նայում ենք իրար աչքերի մեջ։ Հա? Ինչի համար? Որովհետև հոգևոր աշխարհը ինքը հենված է ներքին էներգիայի վրա։ Դա նշանակում է, որ երբ որ ազնվորությունը ինքը նայում է իր դիմացինի աչքերի մեջ, ինքը տեսնում է, այսպես ռենտգենի պես տեսնում է այդ կենդանիակի ամբողջ ներքին աշխարհը։ Դեպի պրոստը աշկի բիպ տեսնելը չի։ Հասկանում եք, իրանք ներսն են ընկալում եւ այդ ներսի գեղեցկության մեջ պրոստը խորասուզվում են։ Ամեն մի զգացմունքի մեջ, որը դիմացինը ինքը ապրում է, էսեն չէ։ Նյութական աշխարհում հատկապես մեր դարաշրջանում էլի ով է ընդհանրապես զգում դիմացինի ներքին աշխարհը։ Վայ։ Չէ, հատկապես աստվածամեժության դարաշրջանը դա համընդհանուր մենակության զգացումն է, դաժե եթե ամեն օր սեքս ունես։ Նայեք հոլիվուդյան աստղերին։ Որ աշխարհում տենց սեքս չկա, որ չունեն։ Բայց մեկը մենակության մեջ մեռնում են, ամբողջովին նարկոտիկների մեջ են։ Այդ ինչի՞ց է գալի։ Որտեղ չկա, հա? Ինքը իրան տենց է զգում, որ իրան ներսին է, եթե իրա մեջ ինչ-որ մի հատ լավ բան կա, ինքը իրա ներսի լավ բանը ոչ մեկ չի նկատում։ Բացի հոգևոր մարդկանցից։ Հասկանում եք, ինչի մասն է խոսքը, չէ՞, դրա համար արգելված է։ Հա, երբ որ մարդը ինքը դու հատկապես բացի որ գալիս է, միանգամից ուզում է մենակ առավոտից երեկո լսեն, թե Կրիշնան ոնց է սիրում ռատային։ Բայց դա արվում է, եթե դա կենդանիակը ինքը հələ նյութական գիտակցություն ունի, դա արվում է մենակ սեփական տրփանքը բավարարելու համար։ Ինքը դաշտ չունի, որտեղ այդ բաները բավարարում է, դրա մասին է ուզում լսի։
Դա նյութականը, ու ինքը ոչ մի հոգևոր արդյունք չի տալիս, հասկանում եք։ Դրա համար այսքան խոսում եմ, որ ամենակարևոր բանը ասեմ, հոգևոր կյանքում չի կարելի զբաղեցնել միտքը այն գիտելիքով, որը քո փուլի համար չի նախատեսված։ Երբ որ դու քո գլխից մեծ գիտելիքն ես սկսում միանգամից ուսումնասիրել, դա ընդհանրապես նշանակում է, որ դու փառասեր ես։ Ու փորձում ես առավելություն տալ, ես արդեն դիտարկում եմ, թե Քրիշնան ոնց է սիրում ռատային, հասկանում եք, չէ՞, ես ով եմ։ Դա այդ խոսակցությունն է, ուրիշ ոչ մի բան։ Դրա համար արիացիներն ասում են, հոգևոր կյանքի ամենասկզբում պետք է երկու որակ՝ խոնարհություն, համեստություն։ Եթե չեմ արա պետք, որ ես գիտակցեմ, որ ես կարողանամ, որտեղ եթե ես այդ երկու որակը չունեմ, ես չեմ կարողանում ընդունեմ, որ ես օրինակի համար ասենք ցածր կենդանի էակ եմ։ Այդ ժամանակ իմ ցածրությունը ինչի տակ եմ պահկվածնում, ծնունդի։ Աստվածամեժության դարաշրջանում մենք էլիտա ենք, ես էլ շեխա։ Ես էլ շեխա։ Հասկացաք, չէ՞։ Բայց երբ որ դու մտնում ես այդ էլիտայում, նայում ես, թե այդ էլիտայի ներկայացուցիչը ինքը ինչով է զբաղված, դու տեսնում ես, որ բարոյականության տեսանկյունից սովորական մարդը 100 գլուխ ավելի բարոյական է, քան թե այդ որ ինչ-որ իրան էլիտա է համարում։ Ինչի հետևից է պահկվում։ Դա մենակ աստվածամեժության դարաշրջանում չէ, կա տենց անհեթեթ գաղափարներ, դա արիստոկրատների հիվանդությունն է։ Երբ որ նայում ես, տեսնում ես, այդ բոլոր հիվանդությունները արատավոր կյանքի հետևանք են։ Այսինքն ի՞նչ է, այսինքն էլիտան ինքը ամենաարատավորն է, հենց իրանք էլ, հա, բայց ի՞նչ է, որտեղ աստվածամեժության դարաշրջանը ինքը տգիտության գոյավիճակի ազդեցության տակ է, տգիտության գոյավիճակի ազդեցության տակ ամեն ինչը թարս է։ Այսինքն ամենաարատավորները իրանք վերևում են, ամենաբաները իրանք ներքևում են, վերջ։ Ամեն ինչը ոտի գլուխ է։ Դա նորմալ է, որտեղ տգիտության գոյավիճակն է։ Հասկանում եք։ Եվ դրա հիմա սենց ասեմ էլի։ Եվ դրա համար է, որ աստվածամեժության դարաշրջանում իրական քարոզիչները գալիս են սովորական մարդու մոտ։ Հասկացաք ինչ եմ ասում։ Որտեղ թարս է։ Որտեղ դա հենց սովորական մարդկանց մեջ է, որ իրանք գտնում են այն ազնվորություններին, որոնք մաքրության հանդեպ հակում ունեն։ Հասկացաք։ Հիմա գնացինք առաջ։ Ուրեմն այս ամբողջ բանը հասկացանք, չէ՞, ինչի մասն է խոսքը։ Ճանապարհը մենք պիտի գիտակցենք։ Եվ այս գաղափարը պիտի հասկանանք, որ բակցի յոգայի մեջ ամեն էտապը ինքը ունի իր համար նախատեսված գիտելիքը։ Եվ ազնվորությունը, որպեսզի ինքը հաջողակ լինի հոգևոր կյանքում, անկախ նրանից ինքը բակցի է, բակցի չի, ինչ այդ կապ չունի, որպեսզի ազնվորությունը ինքը հաջողակ լինի իր հոգևոր կյանքում, ինքը բոլոր էտապներում պետք է վերցնի այն գիտելիքը, որը իրան պետք է այդ էտապի համար։ Եթե ինքը հասնում է այդ էտապին, այդ էտապներին, որը մենք հիմա քննարկեցինք, չէ՞, եւ մեկ էլ հանկարծ հայտնաբերում է, որ այն ճանապարհը, որին ինքն է հետևում, այդ էտապի համար գիտելիք չունի, ինքը բացարձակապես հանգիստ պիտի անցում կատարի եւ հասկանա, որ ինքը պիտի ուրիշ տեղ ման գա այդ գիտելիքը, բայց որտեղ է ասված հոգու եւ Աստծո մասին։ Եվ երբ որ ինքը այդ հայտնաբերում է, հանգիստ է դիվեսի, որպեսզի շարունակի իր հոգևոր աճը։ Այդ դավաճանություն, մավաճանություն, բանի բոլոր խոսակցությունները քրոնականության մեջ, չէ, իրանք այդ աղանդի սահմանների մեջ պահելու ճիքերն են։ Ուրիշ ոչ մի բան։ Հասկանում եք։ Եվ այո, լավ, այդտեղ չմտնեմ, այդտեղից է շատ տեղ եմ մտա։
Ես մեկ հետո գնում եմ դու մտածում եմ ասում չո՞տ մինացիոն բանամ խոսքը որ ասում եմ հարյուրը տշնամի եմ ձեր բերում տեում Նա տեսեք էլի երեխի ջան ուրեմն այսօր մենք ձեզ հետ խոսալու ենք այդ կարգավորիչ սկզբունքների այսինքն առաջի էտապի ամենակարևոր որտեղ դա նախանապես չի օրինակ ասենք երբ որ դու պատրաստում ես ինչ-որ մի տեղ մտնես Դու պետք է նախապես գիտելիք ստանաս, թե ինչ գրագիտությամբ պիտի այդտեղ մտնես։ Հիմա, հեղինակությունները հոգևոր կյանքի, իմենա արիացիների տեսանկյունից, ովքեր որ տեսքերից են ծեր կենթանի, մինչև Աստծո հետ հանդիպում կենթանիակին տանել գիտեին, չէ՞, իրանք նշում են, որ գոյություն ունի 64 կետեր, որին հոգևոր մարդը ինքը պետք է հետևի, որպեսզի իր հոգևոր կյանքը լինի հաջողակ։ Հա? Մենք ձեզ հետ արդեն առիթ ունեցել ենք խոսալու, որ հիմա տեսեք, ուրեմն եթե մենք խոսում ենք բակցիի մասին, չէ՞, ուրեմն բակցին ինքը, вообще, այսպես ասեմ, ընդհանուր ասեմ, էլի կրոնականությունը ինքը պետք է ունենա հզորություն Դա շատ կարևոր է աստվածամեժության դարաշրջանում, ինքը պետք է ունենա հզորություն, չէ՞, ընդունել ամենաընկած հոգիներին։ Այսինքն, այն հոգիներին, որոնք իրենք ահա որ արատավոր, դաժան գործեր են արել, հա, խորամանկ են, դաժան են, չգիտեմ, բռնակալ են, եսիմ սրիկաներ են, էսեն են, չէ՞, այդ ամենաընկած հոգիներին պիտի կարողանա ընդունի իր մեջ։ Ինչա նշանակում կարողանա ընդունի։ Կարողանա ընդունի դա միշտ նշանակում է, որ ինքը այդ process-ը ինքը այնքան վստահ է իր ուժերի մեջ, որ սկզբում դիմացինից ոչ մի որակավորում չի պահանջում։ Հասկացա՞ք, տեսեք օրինակ, եթե մենք ասում ենք կարմա յոգա, գյանա յոգա, դհյանա յոգա, չէ՞, այդ յոգաները իրանք ինչ են։ Կարմա յոգան ինքը պահանջում է կենթանիակից մաքրության հանդեպ հակում։ Եթե կենթանիակը իր հետ մեջքի հետևում շատ մեղքեր ունի, ինքը չի կարող կարմա յոգայով զբաղվի։ Որտեղ ինքը արատավոր անձնավորություն է։ Արատավոր անձնավորությունը ո՞նց կարող է բարոյականության կանոններ պահի։ Տեսեք, երբ որ աստվածամեժության դարաշրջանը սկսում է ու կրոնը ինքը շարունակում է պնդել բարոյականության մեջ, չէ՞։ Ոչ մեկ այդ բարոյականության դիրքերը չի կարողանում պահի։ Ու մի ամբողջ կյանք մարդը ինքը քրիստոնյա լինելու համար, մուսուլման լինելու համար, հինդուիստ լինելու համար вообще կապ չունի։ Այդ ամեն ինչը լինելու համար ինքը պայքարում է, որ նայեք, ինքը ամբողջ կյանքում այսինքն կրոնը ինքը ասում է, ես քեզ կտանեմ դրախտ բարոյականության հաշվին, ու ինքը ամբողջ կյանքում պայքարում է, որ դառնա բարոյական։ Ու մեկը ինչքան էլ ուզում է անի, էլի ինչ-որ բաներ կա, որ կա անելու, չէ՞, հասկանում եք։ Հիմա, երբ որ մենք ասում ենք գյանա յոգան ինքը կենթանիակից պահանջում է հզոր բանականություն, որտեղ արժեքային համակարգի հետ, չէ՞, այսինքն հասկանալ, ինքը պետք է կարողանա հասկանալ, որպեսզի համաձայնվի արժեք փոխի, չէ՞։ Հիմա եթե ինքը հասկանալու հակում չունի, այսինքն իր բանականությունը թույլ է, որտեղ բանականության ֆունկցիաներն են հասկանալ, չհասկանալ, կասկածել, հասկանում եք, երբ որ մենք կենթանիակ ինքը չի կարողանում հասկանալ, մենք ասում ենք, դու բանականություն չունես, բայց եթե բանականության ֆունկցիաներից մեկն է չհասկանալ, սխալ հասկանալ, հասկանում եք, չէ՞։ Հիմա եթե ինքը այդ ճիշտ հասկանալու ունակությունը չունի, ինքը չի կարող զբաղվի գյանա յոգայով, ինքը չի կարող դառնա փիլիսոփա, չի կարող դառնա իմաստուն, հասկանում եք, չէ՞։ Հիմա դհյանա յոգան, եթե մարդու միտքը այս սենց օրվա մեջ 100 տեղ վազվզում է, ինքը կարող է յոգայով զբաղվի 15 րոպե, այ ոչ 15 րոպե իրան հերոս ազգում,
Արդեն բառեր են հնչում, սամադհի, մեդիտացիա, տրասցենդենտալ, չգիտեմ ինչ բան, ինչ ա եղել, մի ժամ կարողանում եմ sense նստի մտածի, կներեք էլի, չեմ ուզում վիրավորեմ, էությունից ենք խոսում, հասկանում եք, իրական process-ը կլասիկայում ինքը ինչ ա պահանջում, կլասիկայում յոգը ինքը ոսկե դարաշրջանում 100,000 տարի ապրում էր, 100,000 տարուց 60,000-ը մեդիտացիայի մեջ էր։ Դուք հասկանում եք ինչ իմաստ է խոսում, երբ որ խոսքը կլասիկայի մասին է։ Հասկացա՞ք։ Դա նշանակում է, որ յոգը, որպեսզի ինքը հոգևոր արդյունքի, այսինքն որպեսզի գերհոգուն իր մեջ գտնի, հա, եթե բանով ասեմ, եթե 100 տարի պիտի ապրեր, 60 տարին պիտի մեդիտացիայի մեջ լինի, անընդմեջ։ Այսինքն դրանք մի անգամ նստում էին, որ դուրս չէին գալի այդ մեդիտացիայից։ Դրամալ երբ որ կլասիկ յոգերին են նկարում են այդ պոսայով նստած, իր մազերը դարձել է խալի, вообще sense չէ, եղունգները այս sense ֆռում են, չգիտեմ ինչի, որտեղ ինքը հազարավոր տարիներ տենց նստած է։ Ոչ թե մի ժամ նստում է, հետո վերակենում ու գնում է ամեն ինչ նյութական աշխարհում խաղացնելու։ Հասկանում եք։ Չէ, ճիշտ բանով, որ հա մի քիչ շունչ է առնում, բան ես չեմ հերքում, մենք դա չենք քննարկում, ես չեմ ասում, որ այդ ինչ որ զբաղված են դրանով դա ընդհանրապես արդյունավետ չի, բայց ինքը արդյունավետ է նյութական տեսանկյունից, դա կոչել մեդիտացիա, չգիտեմ էլի, դա նույն բանն է, ինչ որ ինձ ասել, որ ես բալերինա եմ, вообще կապ չունի ճշմարտության հետ, հասկանում եք, չէ, տեսեք, այսինքն ամեն մի process ինքը պահանջ է դնում։ Չունես մաքրություն չես կարող, вообще չես կարող մտնես հոգևոր դաշտ, եթե մաքրության հանդեպ փակում չունես, հա, չունես բանականություն չես կարող մտնես իմաստունների դաշտ, չունես կենտրոնացում չես կարող մտնես յոգերի դաշտ, չէ, վերջում, չունես սեր չես կարող մտնես բակցիի մեջ, ու վերջում, երբ որ գալիս աստվածամերժության դարաշրջանը, մեկ էլ բակցին ինքը մի հատ հայտարարություն է անում, բոլոր յոգաները իրանք ասում են կներեք մենք չենք կարող, ու դրա սիմվոլն էր, որ Յուդհիշթիրան պանդավներին վերցրեց ու հեռացավ, երբ որ հասկացավ, որ աստվածամերժության դարաշրջանն է գալի, ինքը ընդունեց կարմա յոգայի պարտությունը։ Այլանդակ բաներ են ծնվում, ես ստեղ ինչ բանականության օրենք, ինչ вообще, ընտանիքում մարդուկրիկ սկսել են կռվել, այնում են։ Հիմա էսի մեր մոտ ինչ-որ մեկին դա զարմացնում է, մենք զարմանում ենք, ես երկու հոգի կարողանում ենք 3 օր համերաշխ ապրեն, չէ, ասում ենք, ոյ, անես լավ ընտանիք են, ու այդ ընտանիքներ, եթե ասենք 5 օր վիճում են 3 օր լավ են, սենց իրար ձեր բռնած են մանգալի ու դրանց մեջ ամեն ինչ լավ է, հասկանում եք, я утрирую, բայց որ տրամադրություն մտնի, էլի, այդ ամբողջ ցիրկը դիպ կողքից ես նայում, հասկանում եք, չէ, դա գրքի եւ տգիտության գոյավիճակի մեջ գտնվող չափ եւ այդտեղ վակցին ինքը մեկ էլ դուրս եկավ, ինչու բոլոր իմաստուններ ասեցին վակցինա այնտեղ լինելու։ Հա, ինչի՞ դեց հայտարարությունը Աբեզարյանցիների կողմից, որտեղ այդտեղ է որ վակցին մեկ էլ դուրս է գալի, ասում կներեք, բայց ես այն յոգան եմ, որ իր մեջ այս բոլոր 3 յոգաների process-ը եւ արդյունքը պարունակում է։ Այս այլանդակությունը, որը կատարվելու է աստվածամերժության դարաշրջանում, ես չեմ վախենում։ Երբ որ Շիլա Պրաբհուպադը ինքը սկսեց քարոզել, ես իրանից նեղացած եմ, որ ինքը բոլոր հիմքերը դրել է, որ ինքը ուզում էր ստեղծել հոգևոր հասարակություն, բայց այդ հոգևոր հասարակությունը դարձավ հոգևոր կազմակերպություն։ Ես իրանից դրա համար նեղացած եմ, որտեղ այնտեղ էլ այլ հիմա մեջը պաշտոններով, չէ՞, բայց երբ որ ինքը նոր քարոզում էր, չէ՞, հատկապես երբ որ Միացյալ Նահանգներում էր ամենասկզբում, Միացյալ Նահանգներում միանգամից բոլորը կենտրոնացել էին իր վրա, տանում էին, բերում էին, ժուրնալիստներ էին գալիս, իրանից ինտերվյուներ էին վերցնում, եսի ինչ, այդ մի անգամ ժուրնալիստներից մեկը Պրաբհուպադին հարց է տալիս։
ասма մի ասма, օրինակ ասենք հիմա դուք համարվում եք, ընդունում եք որպես սաթու, այսինքն որպես սուրբ անձնավորություն, չէ՞։ Ասենք օրինակ Հիսուսը ինքը կարողանում էր մարդկանց բուժել, դեռ չգիտեմ, քույրին տեսողություն էր տալիս, տկարին առողջացնում էր, դիակին կյանք էր վերադարձնում, դուք ինչ եք կարողանում անեք։ Հիմա ինքը բացի կրողն է։ Իրան հարցնում են, դու ինչ եք կարողանում անեք։ Ինքը ասեց, ես կարողանում եմ անել այս աշխարհում ամենամեծ հրաշքը։ Ես վերցնում եմ նարկոմաններին եւ անբարոյականներին եւ դարձնում եմ սուրբ։ Եվ դա ամենամեծ միստիկան է։ Հա, այդ ինքը ինչն էր տես համոզված ասում։ Ինքը ասում է, թե ինքը գիտակցում էր, բակցին ինչ է կարող։ Չէ՞։ Այն այստեղ նստածիկ մարդիկ, որոնք իրանք ասենք մեծամասամբ բակցին արդեն ընդունել են, չէ՞։ Դուք կարող եք ասեք, ոնց եղավ, որ դուք 4 սկզբունք եք բաղ։ Չէ, ես այդ հարցը միշտ եմ տալի։ Հասկանում եք, որտեղ ես ինքս երբ որ ընդունեցի բակցին, չէ, եւ այսինքն մի անգամից մեկ երկու մի շաբաթում թափ ստեղ ու պրոստը ինչ միս, ինչ բան, всё, պրծավ։ Հա ես ասում եմ, չէ, ես այնպեսի մսակեր էի, որ եկա տան ասեցի, սա ինձ հետո միշտ չեմ ուտելու, իմ մայրն ու եղբայրս ընկել էին խալու վրա ծիծաղում էին։ Իմ մայրը ինձ ասում էր, ես քեզ ձմեռը կամպոտը սարքելու եմ մսից։ Այս այդպեսի մսակեր եմ եղել։ Հա մի օրում եկել եմ ասել եմ что։ Հա բոլորի նման անկանոն, ասենք առավոտը երբ պետք է там դասի պիտի գնամ կամ աշխատանքի պիտի գնամ, ստիպված վերեմ կելին բան, չէ։ Հա։ Երբ որ ես արդեն ասենց ստաբիլ սկսել էի ընդամենը 2 ժամ քնել վեր կենալ, մայրս գալիս է այս տանը, ինքը ամեն օր գալիս է այս հույսով նայում էր, որ այսօր ես չեմ վեր կենա, այսօր ես սառը դուրս չեմ ընդունի, այսինքն այն ամեն ինչ որ սկսել եմ անել, չեմ անելու։ Բայց ես հետո նստում մտածում էի, չէ՞, ես մարդ եմ, չես տալիս իսկած, ես ուզեցի ամեն ինչ ասենց հեշտ վերցրեցի։ Այդի բակցի ուժը։ Հասկանում եք, որ ինքը վերցնում է ու կենթաներակին ինքն է բարձրացնում, սա շատ կարևոր է։ Կարմագյանը յոգայի process-ում կենթաներակը ինքը իրան է բարձրացնում։ Հասկանում եք, մենք պիտի հասկանանք, թե բակցի ստրուկտուրան ինքը ոնց է, էլի, թե բակցին ինքը ինչի հաշվին է, որ կարողանում աստվածաբեժության դարաշրջան մտնի ու այդ դարաշրջանում արագ արդյունքներ ստանա։ Ուղղակի, գիտեք ինձ համար ամենացավալին ինչ է, էլի, որ երբ որ մարդը ինքը 4 սկզբունքների մեջ հաստատվում է, չէ՞, ինքը չի գնահատում, թե դա ինչ թռիչք է իր համար։ Ես շատ եմ մտածում, ինչի ատենց, ինչի չի արժևորվում այդ թռիչքը։ Ու վերջապես հասկացա, գիտեք ինչի, որտեղ ինքը չի արել։ Այդ որ իրան թռցրել են, ինքը հետի չի արժևորվում։ Հասկանում եք, յոգայի մեջ բան ընդես էց փչորեք տակ բարձրանանք, սարերում գնանք, որ օդը սենց լինի, որ մենք մեդիտացիա անենք, բայց այնքի ինքն անում, չէ։ Եթե այդտեղ մի հատ գունավոր շարիկա տեսնում եք, իր համար վաու դենց ռեզուլտատ ա, որ դալշը некуда։ Հասկացաք։ Չէ, ես բանում եմ, առանց ոչ չեմ դրավորում, просто ծաղկավոր եմ ասում, որ էությունն անցալենք, էլի ինչա, որտեղ այդ դրսից անալիզը, մակրոանալիզը, էլի, ինքը շատ կարևոր է, որ ճիշտ գնահատվի ամեն ինչը, որ ամեն ինչը просто իր տեղը դրվի, ես ոչ թե նրա կողմնակիցն եմ, որ ինչ-որ մի բան վերանա, ես սիրում եմ, երբ որ ամեն ինչը իր տեղում է, ես արիացիների գաղափարախոսությունը դրա համար եմ սիրում, որ ինքը պոստը սենց հատիկ, ամեն ինչը դնում է իր տեղը։ Ու քո բանականության մեջ ոչ մի տեղ չկա, որ ոսկորը դուրս ընկած է, ամեն ինչը տեղը գցած է։ Դու հասկանում ես, սա ինչի համար է, սա ինչի համար է, սա ինչի համար է, նա ինչի համար է, չէ՞։ Հիմա ինչի է ամեն ինչը խոսում։ Ուրեմն բակցի մեջ ամենասկզբում բակցի նա եկավ Տեր Չայտանյան, չէ՞ բերե բակցի։
ինքը ինչով մտավ։ Հա? Ինքը մտավ այդ գաղափարով։ Երբ որ մենք խոսում ենք բակտի յոգայի process-ի մասին, իրա ոչ մի փուլում դու մենակ չես։ Քո կողքին է Աստված։ Հասկանում եք, տեսեք, կարմա յոգայի մեջ, չէ՞, գերագույն աստվածավորությունը ինքը ասում է, ուզում ես այս աշխարհը վայելես, իմ պայմանը, որ ես քեզ տամ նյութական երջանկություն, մաքրությունն է, այսինքն դու այս ճիքը պիտի գործադրես։ Հասկացա՞ր։ Դու առաջինը պիտի ճիք գործադրես։ Եթե ես նայում եմ, տեսնում եմ դու բարոյականության սկզբունքները պահում ես, իսկ դա նշանակում է դու տառապանք չես պատճառում ուրիշ կենդանի էակների։ Դրա դիմաց ես քեզ տալիս եմ նյութական երջանկություն կյանքից կյանք։ Ինչքան ավելի հմուտ ես դու դրա մեջ, այդքան ավելի բարձր դիրք եմ տալիս քեզ։ Մինչև կիս Աստված։ Ովքեր են կիս Աստվածները։ Իրանք այն ազնվորություններն են, որ տիեզերական մասշտաբով, հա, իրանց գիտակցությունը նենց է, որ էգոիստն էլ իրավունք ունի ապրի, առաքինին էլ, արատավորն էլ իրավունք ունի ապրի։ Մենք դա քննարկեցինք, չէ, որ հենց որ նյութական աշխարհը, երբ որ դեմոնների իրավ մեկ գալիս են, գրավում են դրախտը եւ կիս աստվածներին այնտեղից հանում են, իրանք ինչ են անում առաջերտին։ Իրանք ասում են մենակ մենք իրավունք ունենք ապրելու, մնացած ամեն ինչ պիտի ոչնչացվի։ Կրոնը ինքը կրոնական մարդիկ, առաքինություն, ես իմ աստված, այդ սա պիտի ոչնչացվի։ Այսօր մտնում ենք այդ պատմության մեջ, ոնց Իրանյակաշիպուն ինքը հրաման տվեց ամբողջ տիեզերքով մեկ բրահմաններին գլխատել։ Իրանք էդ են անում միանգամից։ Իսկ կիս աստվածները, որտեղ իրանք առաքինիներ են, չէ՞, իրանք ասում են ոչ, նյութական աշխարհում համ սրանք իրավունք ունեն ապրեն, համ սրանք։ Իսկ այսինքն իրանց մեջ այդ բանը կա, էլի, չէ՞, ու բարոյականությունը կա, ու դրա համար գերագույն աստվածավորությունը ասում է, ես նայում եմ, ինչքան դու ճիք ես գործադրում, եւ ինչքան առաքինություն ես ձեռք բերում, ես քեզ այդքան նյութական աշխարհում ավելի բարձր դիրք կտամ։ Ճիքը քոնն է, չէ՞։ Երկրորդում ինքը ասում է, ինչքան իմաստություն ես ձեռք բերում, այդքան ես քեզ նյութական աշխարհի ազդեցությունից հանում եմ։ Դարձար կատարյալ իմաստուն, դառնում ես ազատագրված հոգի։ Հաջորդը նստեցիր կանքեր շարունակ, յոգայի վարժություններ արեցիր, ոտդ դրեցիր գլխի վրա, ականջը չգիտեմ ինչ արեցիր, սենց կարողացար քարկապ ընկնես, հետո այդ քարկապից քանդվես, չես մարմինդ միլիարդ% ղեկավարես, եսի միջ, որ վերջում կարողանաս երկար նստես։ Այդ ժամանակ ես քեզ արդյունք կտամ, այն արդյունքը, որ մեկ էլ տեսար քո սրտի մեջ սենց հայտնվեցի, դու ինձի կտեսնես։ Ճիքը։ Բակտին ինքը ուղղակի հակառակ է։ Ոչ մեկ ոչ մի ճիք չէր գործադրում։ Կալի յոգան ինքը սենց փռված իր կյանքով գնում էր, դաժանությամբ, պատերազմներով, այլանդակությամբ լիքը։ Դեպի դեմոկրատիա մարդկությունը ինքը սկսեց շարժվել Տեր Չայտանյանի գալուստից հետո։ Դու գիտեք որն է այն տարաշրջանը, երբ որ Տեր Չայտանյան եկել է։ В Европе началась эпоха Возрождения։ Այդ իսկ ինքը եկավ ու էդի սկսվեց։ Հասկանում եք։ Միանգամից ինքը դեռ չի եղել է, բայց просто որ ինքը կար, այդի սկսվեց։ Հասկանում եք։ Հիմա տեսեք։ Ուրեմն եկավ Տեր Չայտանյան, ինքը ինչ էր անում։ Հնդիկները իրանց համար իրանց կյանքով ապրում են։ Խնդիրներ ունեն, մուսուլմաններն են եկել մտել երկիր միջևեց, չգիտեմ, Ալեքսանդր Մակեդոնսկին է երկրի կեսավիր է, հետո չգիտեմ, անգլիացիներն են մտել, հետո չիմանալեսներ, в общем, այդպես իրար հերթով եսի միջ ու ալի վալից հետո գալիս են, ավիրում են, տանում են, եսի միջ են անում, ինչ խնդիրների մեջ, բան իրանք հենց մեկ էլ փորձում են այդ իրանց կրոնականությունը պահեն, եսի միջ անեն, մեկ եկավ Տեր Չայտանյանը։ Ու ինքը եկավ այն շրջան, որտեղ որ մուսուլմանները համարյա ամեն ինչը գրավել էին, ինքը այդտեղ ակարոզ է։ Հասկանում եք, չէ՞։ Ինքը ինչ էր անում։ Ձեռքերը բարձրացրած, դա սիմվոլ է, էլի, այդ Տեր Չայտանյան, որ ինքը sense կանգնած է, չէ՞։ Դա սիմվոլ է։ Ես չունեմ ոչ զենք, ոչ խորամանկություն, ոչ մի բան։ Բայց ինչ ունեմ։
Մեկը ինչ որ ծիծաղալու բան է ստացվում։ Ես ունեմ Աստծո անունները։ Բայ։ Դա այսինքն վակցին ինքը առաջինը գալիս է կենդանիակների մոտ երկու բանով։ Դա Գերագույն Աստծո անձնավորության սուրբ անուններն են եւ այն ուտելիքը, որը առաջարկվել է Աստծուն։ Այսինքն մանտրան եւ պրասադը։ Սա բացի յոգայի առաջի քայլերն է։ Որտեղ տեսեք երկու կամպանիաներն էլ ինքը Աստծո ատրիբուտ է։ Այսինքն Աստված ինքը առաջինը գալիս է քայլերը անում Աստվածամեջ նշանակում ինքը ոչ էլ հետաքրված է, չէ՞ կրոնականությամբ։ Ոչ էլ հետաքրված է, զարգացում, մարգացում, ինքը գտնվում է տարբեր կրոնական բաների սեկտա աղանդավորության ճիրաններում, որտեղ աղանդները իրար մեջ պատերազմում են, հասկանում եք, չէ՞, ու ասենք վակցինիկը գալիս է այդ, ես գիտեմ շատ կարևոր հզոր բան, Աստված ինքը չի գալիս այս դարաշրջանում, իսկ ես քաշը բերել եմ իր անունը, որտեղ իր անունը իրանից իր նման հզոր է, հա, եւ երկրորդը ես քաշել բերել եմ, այսինքն եթե դուք իրան ինչ-որ մի բան առաջարկեք, որ ինքը դա համտեսի, ինքը չի կարող ունեցի։ Ինչի? Потому что он вежливый. Հասկանում եք? Ու ես այդտեղ կարող եմ իմ օրինակը բերեմ, եւ որ ես նոր ծանոթացել էի բակցի հետ, իմ ապագա ամուսինը առաջի անգամ ինչ որ տենց ուշադրություն էր դարձրել իմ վրա, այդ հարևանուհուս բաներ արել, որ մի դասավորի ես այդ աղջկա հետ մի բան անեմ, տեսնեմ ինչ է, ճշտակի բաներ խոսում, իսկ ես ժամանակ յոգայով էի զբաղվում։ Ուրեմն եկավ մեր տուն, ես էլ դե խառնվել եմ իրար, բան, իրար գալիս իմ տուն, բան, սա դա պետք սարքել է, բան։ Աղջկանից ամեն ինչը հարցրել եմ, ինչ պյանի, ոնց պյանի, սարքել եմ, իսին, որ արդեն մատրայի կրկնում են։ Ամեն ինչը սարքել եմ, բան, դե ես էլ ասենք վայրական կողմից հույն եմ, եթե դուք մի քիչ եթե ծանոթ եք հունական խոհանոցի հետ, հույները իրենք ահավոր սիրում են օգտագործել ձեթ, քացախ եւ սխտոր։ Հատկապես սալատների մեջ։ Դրել եմ սալատների մեջ, քացախ արել եմ, բան, սխտոր չէի կտրել, արդեն գիտեի չի կարելի, բայց քացախը ինչ չէին ասել, որ չի կարելի, քացախը մարել։ Հիմա այդ նվիրալ եկավ մեր տուն, նստեցինք, խոսացինք, բաղավոտ գիտա քննարկեցինք, բան, փիլիսոփայեցինք, ինչ որ հարցեր ինքը բարձրաբանում էր իմ մակարդակը, որ հասկանա, թե ասենք սենց էլի, մի քիչ բան ասեմ, ինքը ուզում էր հասկանալ արժի, որ ինքը ինձանով զբաղվի, որտեղ ինքը գիտելիքի մեջ շատ ուժեղ հաստատված էր։ Հա? Ու ասենք մենք տենց զրուցում էինք, բան, ինքը այդ սալատ, մալատ, քացախ, բացախ, սաղ կերավ։ Հետո որ արդեն դուրս էր գալի, սենց խեղճ, ինքը փոքրամարմին աշատ էր, սենց խեղճ ասեց, բայց գիտեք ադա ջան, բացի մեջ քացախ չի կարելի օգտագործել։ Ես իրան այդ ժամանակ ոստասի, եթե այդքան դիմացել էիք, ուտելուց առաջ ասեիք, ու այդ չուտեիք, եթե այդքան դիմացել էիք, ուրեմն հիմա էլ չասեիք, մեկը հարամեցի վերջում էլի, ասացուց էլ հասկացել չէ, բայց այդտեղ ինձ համար հիմա դա չի հետաքրքիր, ինձ համար հետաքրքիր է այդ դա, հասկանում եք, ինքը Աստծո որակն էլ այդ ձևի էլի, եթե դուք իրան մի բան եք առաջարկում, ինքը չի հրաժարվում։ Եվ եթե նույնիսկ դուք պատրաստելուց մտածում եք նրա մասին, որ դա ձեզ է դուր գալու, ասենք ձեր համար եք անում, բայց եթե դուք դրեցիք ալտարի վրա, ինքը անպայման գոնե մի հատ նայելու է։ Իսկ եթե հերիք է էլի, որ դա մաքրվի, հասկացաք չէ։ Ուրեմն հիմա այդ երկու ատրիբուտը իրանք Աստծո հետ գործ են ունենում, այսինքն Աստծո անունը եւ ուտելիքը, որի վրա ինքը ինչ-որ ուշադրություն է դարձրել, կամ համտեսել է, կամ փորձել ինքը ուրիշ ձև է փորձում, էլի, նյութական մարմնի պես չի։ Եվ այդ երկու ատրիբուտը իրանք մի հատ շատ հետաքրքիր որակ ունեն։ Առաջինը, այսինքն ուտելիքը,
առաջարկված ուտելիքը ինքը իր մեջ պարունակում է միայն Աստծո ողորմածությունը։ Դուք ոչ միտեղ չեք կարդա, որ կա ուտելիքին հասցված վիրավորակ։ Հասկանում եք, ուղղակի կա ցանկ, ինչը չի կարելի առաջարկել Աստծուն, Աստծուն չի կարելի առաջարկել դիակ։ Բաղավար գիտար ինքը հասուպած ասում է, եթե դու ինձ առաջարկես պտուղ, ինչ-որ պտուղներ, այսինքն պատրջամբի, բարվարու, խնձոր, տանց, չգիտեմ ինչ, պտուղ, դա, ջուր եւ ծաղիկ, ես դա անպայման կընդունեմ։ Հասկացաք։ Հիմա ուրեմն պրասադը ինքը ոչ մի պայման չի դնում։ Դրա համար, չէ, երբ որ ասենք նվիրալները իրանք դուրս են գալիս Սուրբ անունը երգելու, որպեսզի մարդիկ լսեն, որ օգուտ ստանան, այդտեղ անպայման իրանք իրանց հետ վերցնում են պրասադ, որ նույնիսկ այն ազնվորությունները, որոնք վրաս փախնում են, որ չլսեն, բանեսի միշտ չանեն, չէ, իրանք քաղցրել են հյուրասիրում։ Եվ ազնվորությունը, որը ինքը Աստծուն առաջարկված ուտելիքը վերցրեց, իր մոտ ազատագրման, այսինքն հոգևոր կյանքը սկսում է։ И тебя сосчитали։ Այդ մուտիկը։ Հասկացաք։ Ու բոլոր նվիրալները իրանք դա գիտակցում են, որ վերջ ամենա առաջինը դա պրասադն է, որը ինքը սկսում է կենդանեակին մաքրագործել, չէ՞։ Դրա համար ուրեմն մենք պետք է հասկանանք, որ եթե մենք օրինակ բակցիի process-ն ենք ընդունել, չէ, երբեք չի կարելի ընտանիքի անդամներին պարտադրել, որ իրանք ընդունեն բակցի, չգիտեմ, մատրակրկնել, եսիմինչ։ Ամեն ինչը սկսվում է իրանց առաջարկված ուտելիքով կերակրելը։ Սիրում են միս, դուք շարունակում եք միսը եփել, բայց սալատները, էմյուսը, էբյուսը, ինչ որ դուք առաջարկում եք, տալիս տվում եք սեղանին, всё։ Իրանք ուտում են, process-ը գնում է։ Հասկանում եք։ Այդ բան կարել, кто спит, а что-то идет, что-то поговорка кажется. Солдат спит, служба идет. Հասկացաք, չէ՞։ Ինքը այդ սկզբունքով է գնում։ Ինչու է ասա կարևոր, որովհետև երկրորդ ատրիբուտը, որը ինքը նույնպես գերագույն Աստծո անձնավորության ողորմածությունն է, որ ինքը համաձայնություն է տալիս, մտնի աստվածամեժության դարաշրջան, առաջարկված ուտելիքով եւ Սուրբ անունով, չէ, առաջարկված ուտելիքը միայն ողորմածությունն է, իսկ Սուրբ անունը նեղանալ գիտի։ Այսքանը խոսում եմ, որից է ասում։ Այսինքն երբ որ կենթանիակը, այ առաջի հերթին չէ, նվիրալները իրանք դուրս են գալիս փողոց, դες Չայտանյան ինքը ինձ այդպես էլ անում էր, ինքը իր ամբողջ քաղաքով, որոնք բոլորը մաքուր նվիրալներ էին, հա, իրանք դուրս էին գալիս, հիմա ու այսպես ձեռքերը բարձրացրած, ծաղիկի շղթաները բզներին կախած, ու պրոստը երգում էին մատրան, Աստծո անուններն էին երգում։ Դա Հնդկաստանում մինչև հիմա էլ շատ ընդունված process է, երբ որ հնդիկները իրանք ասենք, օրինակ կարող է Սուրբ վայրը իրանք միշտ շրջանցում են, այդ շրջանցելու ընթացքում, չէ՞, օրինակ մարդիկ, օրինակ ասենք քրիստոնյաները իրենք, երբ որ տաճարբանի խրամ եկեղեցու շուրջը երբ որ պտտվում են, սովորաբար մտածում են իրանց դատերի, ցավերի, ինչ բաներ անում, բաներ են խնդրում, բայց իրականում երբ որ իրանք պտտվում են, այդ ժամանակ պետք է օրենքով միայն հայր մերը կրկնեն։ Այ ինչքան պտտվում են, իրանք կարող են մտքով կենտրոնացած լինեն, այ որ ասում են փրկյա մեզի չարեն բանից, ինչ այդ ամեն ինչը ինքը այդ աղոթքը, ինքը արդեն այդ գործերը անող է։ Հա? Տուր ինձ ու պաշտպանի, չէ՞։ Ու մտքով դու ինչի վրա կենտրոնացած ես, աղոթքը ինքը դա էլ տալիս է։ Դրա համար եկեղեցու շուրջ այդ որ երկքան շփոթույթ են պտտվում։ Ոչ, нечетное число, չէ, 3, 5, 7, չեմ անում ինչ, 21։ Ուրեմն այդ երբ որ պտտվում են, չէ, այդ հնդիկները միշտ բարձրաձայն երգում են։
Like Ռինդավանում, Մայապուրում կամ այդ սրբավայրերում, որտեղ որ բացին ինքը ընդունված է, չէ, միշտ կարող եք տեսնել, որ առավոտը շուրջ ժամայի 4-ից 4:30-ից տեղի ապրողները, իրանք արդեն դուրս են գալի, ինչ որ մի սրբության շուրջը պտտվելու ու երգելով գնում են։ Սուրբ անունները երգելով գնում են։ Հասկացաք։ Բայց սուրբ անունները իրանք սկզբում գալիս են, կենդանեակին վերցնում տանում են։ Դրա համար Տեր Չայտանյան ինքը ահա որ աննկարագրելի գեղեցիկ էր։ Եվ երբ որ Տեր Չայտանյան ինքը դուրս էր գալի անունները գովերքելու փողոցները, ոչ մեկ իր աչքերը չէր կարողանում Տեր Չայտանյայից կտրի։ Ինքը այնքան գեղեցիկ էր, որ իրանով հրապուրվում էին դաժե իր պերսոնալիստները։ Տղամարդը տղամարդով։ Ես միտեղ մի հատ փսիխոսակցություն լսեցի, պրոստը զարմացել էի, ոնց է հնարավոր այդպիսի ինտերպրետացիա տալ։ Դե մեր տղեն ասեցին գեյերը։ Հասկացաք, ահա որ էլի։ Հիմա ուրեմն բայց ինչի մասն ենք հիմա մենք խոսում, որ ինքը իմինը գեղեցիկ մարմին էր ընդունել, որ դա ցույց տա, որ Սուրբ անունը ինքը գեղեցիկ է։ Օրինակ Պրաբհուպադը ինքը հակառակը, ինքը տգեղ մարմին ուներ։ Բաքսիվենո Թակուրը ինքը տգեղ արտաքին ուներ, հա։ Երբ որ էթնավիրալներին էին հարցնում, որ դուք ինչի եք տգեղ մարմին ընդունել, որտեղ Տեր Չայտանյան ինքը Աստծո մարմնավորումն էր, չէ։ Ինքը այդ Աստծո անունի գեղեցկության մարմնավորումն էր, որտեղ Աստծո անունն էր բերել։ Իսկ նվիրալներին, երբ որ հարցնում են ինչու եք տգեղ մարմին վերցրել, իրանք մի հատ լրիվ ուրիշ պատասխան են տալի։ Ասում են, որտեղ երբ որ մենք քարոզում ենք, մենք ուզում ենք համոզված լինենք, որ կենդանիակը ոչ թե մեզանով է հրապուրվել, այլ Քրիշնայով։ Հասկացաք։ Եվ ինչքան իմ մարմինը ավելի տգեղ է, ես այդքան ավելի կոպիտ ասած, այդքան ավելի զորեղ եմ, որտեղ կարողանում եմ հրապուրել առանց հրապուրիչ լինելու։ Հրապուրել դեպի հոգևոր կյանք, էլի։ Հասկացաք, չէ՞։ Ջոմետի բարդ հետո խոսանք։ Մեր գլխավոր թեման ինքը բանն է, այդ, որ մենք հասկանանք, որ ինքը process-ը սկսվում է Գերագույն Աստծո անձնավորության երկու ողորմածությունից, եթե Գերագույն Աստծո անձնավորությունը ընդունվում է։ Հասկանում եք։ Այսինքն ես նույնիսկ քրիստոնյաների, կամ մուսուլմաններին չեմ կարող, որտեղ իրանք շատ իմպերսոնալ են, էլի, իրանք ընդհանրապես նույնիսկ տաճարներում նույնիսկ Մուհամեդին չեն դնում իրանց պրարոկին, որ խոնարհվեն, ասենք ինչպես քրիստոնյաները Հիսուսին են դնում, չէ՞։ Քրիստոնյաներն էլ իրենք չափազանցության մեջ են անգել, որտեղ քարոզողին հիմա ներկայացնում են որպես Աստված, բայց ինքը Աստվածը չի, երբեք հետատարություն չի արի, ինքը Աստծո որդին է, հա։ Բայց բոլոր դեպքերում, չէ, ասենք եթե արդեն կա Աստծո, ասենք Հիսուսի նկարը կա, Մարիամի նկարը կա, նո Աստծոնը չկա իրականում, նրանք բանի էպոխայում, բայց Վազրաժդինի վերածննդի դարաշրջանում մի քանի նկարիչներ են փորձել Աստծո նկարել պապիկ բանեսի միջ, բայց դա նյութական պատկերացումներ են։ Ասենք եթե քրիստոնյաներ իրանք նստում են եւ պրոստը շնորհակալություն են հայտնում ուտելիքի համար, որ իրանք ստացել են, ես կարծում եմ, որ մի կողմից դա ճիշտ է, որովհետև քրիստոնյաները իրանք մսակերությունը չեն հերքում, իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դիակ չի ընդունում։ Եվ ճիշտ է, որ իրանք չեն առաջարկում Աստծուն, բայց մրգերը, բանջարեղենը, ծաղիկ, հա, ասենք նկարի առաջ միշտ ջուր դնել, այդ բաները բոլոր քրիստոնյաները կարող են անել։ Եվ այդ ժամանակ իրանք կստանան Հիսուսի Մարիամի կողմից օրնված ուտելիք, հա, որտեղ հիմա ինքը process-ը այսպես է։ Ես սարքում եմ ինչ ուզում եմ, հետո քեզ մերսի եմ ասում, որ դու ինձ տվեցիր հնարավորություն, որ ես սարքեմ այն ինչ որ ես ուզում եմ։ Իսկ ես ինչ եմ ուզում։ Ես ուզում եմ դիակ։ Հասկանում եք։
Աստված ինքը ասում է դե ուզում ես դիակա, ստացի դիակը, ինչ կարող ասեմ։ Հետո երբ որ կմահանաս, այն շեմից կհասկանաս դրա դիմաց ինչ է ստանալու, չէ՞։ Ուրեմն այդ երկու բանը իրանք հնարավոր են մենակ երբ որ կա գիտելիքը Աստծո մասին, որովհետև այդ գիտելիքը ինքը տալիս է քեզ կոնկրետ Աստծո կերպար, որի առաջ դու կարողանում ես դնես ուտելիքը, հա, չէ՞, եւ որի անունները դու կարողանում ես կրկնես, որովհետև այդ անունները գիտես։ Հասկացաք։ Ուրեմն սա առաջի հզորություններն են, որոնք իրանք աստվածամերժության դարաշրջանում գերագույն Աստծո ազնվորությունը ինքը անում է առաջի քայլը։ Եվ այստեղ շատ կարևոր է դառնում այդ հանգամանքը, որ Սուրբ անունը ինքը առաջինը գալիս է, բայց համել ասվում է, որ Սուրբ անունը վիրավորվել գիտի։ Եվ մեր համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, թե որտեղ է այդ կետը, որտեղ ինքը առաջինը եկավ, ձեռք մեկնեց ընկած հոգուն, որ բարձրացնի, մեկ էլ ինչ-որ մի հատ կետից սկսեց նեղանալ։ Հա, դա կարևոր կետ է, չէ՞, որը մենք հասկանանք։ Հոգնել եք, թե այսօր ասեմ, թե թողնենք մյուս անգամ։ Ասեմ։ Ուրեմն տեսեք։ Առաջի վիրավորանքը, այսինքն Սուրբ անունը ինքը սկսում է նեղանալ, երբ որ կենդանի էակը սկսում է հոգևոր process-ը վիրավորել։ Ինչն է առաջի հերթին, եկեք քննարկենք, թե ինչն է ինքը ընդունում, որ ինքը նեղանում է, ինչ պիտի տեղի ունենա, որ ինքը նեղանա, որ հետո հասկանանք, թե ոնց ենք մենք գալիս այն կետին, որ դառնում ենք Սուրբ անունը վիրավորող։ Ուրեմն առաջի բանը, որ պիտի հասկանանք դա նա է, որ քանի դեռ կենդանի էակը ինքը ուզում է մեխանիկորեն, ուզում է ոնց ուզում է, բայց առանց վիրավորանքի է կրկնում Սուրբ անունները Աստծո, չէ՞, Սուրբ անունը արտահայտում է իր ողորմածությունը։ Կարող է մի քիչ, կարող է ավելի շատ, այդ անպայման կա, այսինքն եթե մենք մեխանիկորեն ենք կրկնում ստացած օգուտը ինքը ավելի քիչ է, եթե մենք գիտակցված ենք կրկնում ստացած օգուտը ավելի շատ է, չէ՞, բայց միևնույնն է, մենք գտնվում ենք օգուտ ստանալու process-ի մեջ։ 10% օգուտ թե 100, դա ուրիշ խոսակցություն է, բայց մենք գտնվում ենք օգուտ ստանալու մեջ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ երբ որ Սուրբ անվանը վիրավորանքը հասցվում, չէ՞, այնինքն որ նեղացավ, մենք ընկնում ենք այդ մի հատ շատ վտանգավոր բանի մեջ, որ օգուտի փոխարեն սկսում ենք վնաս ստանալ։ Եվ Բhakti Yoga-ի հեղինակությունները իրանք ասում են, երբ որ հոգին ստանալով Աստծո օգնության ձեռքը, այդ ձեռքը վիրավորում է, իսկ իր ձեռքը դա իր անուններն են եւ առաջարկված ուտելիքը, հա, այս դեպքում։ Եվ ինքը այդ ձեռքը վիրավորում է, չէ՞, ինքը ընկնում է ավելի ցածր, քան կար այն պահին, երբ որ Սուրբ անունը եկել է իր մոտ։ Այսինքն ինքը վնաս է ստանում։ Հասկանում եք։ Ուրեմն, այս է ամենագլխավոր հայտարարությունն է։ Հիմա, ինչ է ընդունում գերագույն Աստծո ազնվորան Սուրբ անունը որպես վիրավորանք։ Ես այսօր արդեն շատ տևեց դասախոսությունը, ուղղակի կթվարկեմ վիրավորանքները, հաջորդ անգամ մենք անմիջապես, որտեվ ասենք եթե ես այս կետից սկսեի, այդ լիարժեք չէինք մտնի էլի թեմայի մեջ, ես չեմ ուզում, որ մենք շտապենք։ Ես ուզում եմ, որ ամեն մի քայլը մենք բոլոր մանրուքներով գիտակցված ունենանք, էլի, որ ասենք դա ինչ է вообще, ու այդ ամեն ինչը ինքը ոնց է աշխատում, ինչի համար է նախատեսված եւ այլն։ Բան, ես բլոկ սխեմա կազմողի գիտակցություն ունեմ, էլ այդ օդում կախած բաներ չեմ սիրում։ Ինքը դի քայլ, ամեն ինչը պիտի նկարագրվի, չէ՞։ Եվ ուրեմն կա գերագույն Աստծո, այսինքն Աստծո անունները իրանք ընկալում են։ Գիտեք, վերջնականում ոչ թե Աստծո անունները, այլ ինքը Աստված,
իր անունների հանդեպ ընկալում է որպես վիրավորանք 10 թեմա։ Հա? Այդ 10 թեմաներն են։ Առաջինը, երբ որ ազնվորությունը ինքը վիրավորանք է հասցնում այն նվիրյալներին, որոնք իրանց կյանքը նվիրել են Աստծո անունը տարածելու, Աստծո փառքը, Աստծո անվան փառքը գովերգելու։ Այսինքն, այն հոգևոր մարդիկ, հոգևոր քարոզողները, հա, որոնք իրանք անկեղծ տարածում են հոգևոր գիտելիքը, իրանց վիրավորելը, դա գերագույն ազնվորությունը ինքը ընդունում է, որ վիրավորեցին իրան։ Հա, մանրամասները մենք հետո կխոսանք։ Հիմա ես ուղղակի թվարկում եմ։ Երկրորդ վիրավորանքն է համարել Աստծո դիրքը կիսաստվածների դիրքին հավասար, հա, կամ համարել, որ կիսաստվածները իրանք Աստծուց անկախ են։ Որում երկու բան հավասար են կամ вообще անկախ են։ Ասկ որ կիսաստվածները ինչ ուզում, երբ ուզում, ոնց ուզում անում են։ Այդպիսի process գոյություն չունի։ Հա? Երրորդ վիրավորանքը դա հոգևոր ուսուցչի ուսուցումներին չհետևելը։ Չորրորդ վիրավորանքը դա քննադատել սուրբ գրվածքները կամ համարել, որ սուրբ գրվածքները հորինվածք են։ Հա? Հինգերորդ վիրավորանքը դա նա է, երբ որ ազնվորությունը ինքը մտածում է, որ սուրբ անվան հզորության մասին խոսակցությունները չափազանցություն են։ Հա? Վեցերորդը դա բանն է, որ մարդիկ իրանք գերագույն Աստծո ազնվորության գործողություններին, նրա բնավորությանը, նրա անվանը, ամեն ինչին, ինչ որ վերաբերվում է գերագույն Աստծո ազնվորությանը, տալկավանիա, մեկնաբանում են նյութական տեսանկյունից, այսինքն այդպես, որ ինքը չի տարբերվում սովորական կենդանիներից, մի քիչ արտասովոր է։ Յոթերորդ վիրավորանքն է, երբ որ կենդանիակը ինքը շարունակում է մեղավոր գործողություններ կատարել, հույսը դնելով սուրբ անվան, ուրեմն մաքրագործող ուժի վրա։ Այսինքն այսի կանեմ, կգնամ բادرակը կգնեմ, կվարեմ, կպրծնեմ։ Կամ ասենք, մեր դեպքում դա մանտրան է, քրիստոնյաների եւ մնացած բոլոր քրոականությունների դեպքում դա իրանց աղոթքն է։ Ամեն մեկը ունի իր ստանդարտ աղոթքը, չէ՞, որ իրանք դիմում են Աստծուն։ Այ մեղքեր գործել հույս դնելով, որ կաղոթեմ մեղքս կվարեմ, դա ուրեմն գերագույն Աստծո ազնվորությունը ընկալում է որպես վիրավորանք իր հանդեպ։ Հա, նո այդ մանրամասները մենք մյուս անգամ լրիվ կքննարկենք, էլի, ուրեմն թվարկում եմ։ 8-րդը դա նա է, որ ազնվորությունը ինքը սուրբ անվան կրկնողությունը կամ աղոթք արտասանելը ինքը համարում է, որ դա ընդհանրապես բարեպաշտ գործունեություն է, այսինքն ինքը չունի իր մեջ հոգևոր ուժ։ Հա? 9-րդ վիրավորանքն է, երբ որ ազնվորությունը ինքը Աստծո փառքը եւ նրա անվան փառքը տալիս է անհավատներին։ Հա, ինչի համար, որտեղ որ լավ, էդի չեմ բացատրում, էդի մյուս անգամ։ Ուզում ասես, հա? Եվ 10-րդ վիրավորանքը դա այն է, որ դաժե նրանից հետո, երբ որ ազնվորությունը ինքը ուրեմն գիտելիքի միջոցով բաքրագործեց իր բանը, իր գիտակցություն չէ, միտքը, այսինքն լսելով լիքը ուսուցումներ հոգևոր, հա, կենդանի էակը ինքը պահպանում է նյութական կապվածությունները ու չի զարգացնում կապվածություն սուրբ անվան հանդեպ։ Հա, այսինքն կա ինչ-որ բան, որ կենդանիակը ինքը շարունակում է սուրբ անունը կրկնել որպես պարտականություն։ Առանց կապվածության, էլի, ու դա պետք է։ Այդտեղ կա ինչ-որ մի կետ, որից հետո սկսած
այսինքն բոլոր այս թեմաները, որը մենք ասեցինք, ինչ որ մի պերիոդ գերագույն աստվածնավորությունը ինքը համբերում է։ Ու ինչ որ մի կետից սկսում է վերաբերվել տենց, որ սա արդեն վիրավորանք։ Եվ այսօր ասեմ ընդհանուր, թե ինչպես է այդ օրինաչափությունը, մյուս անգամ արդեն կետարկենք, մենք կդիտարկենք, թե ամեն կետի այդ կետը որն է։ Ուրեմն, գերագույն աստվածնավորությունը ինքը համբերատար է, քանի դեռ այս ամեն մի կետում չի տվել այն գիտելիքը, որի հաշվին դու պետք է այդ կետը հասկանայիր։ Հասկացաք, չէ՞։ Հենց որ ինքը գիտելիքը տվեց, բայց դու շարունակեցիր այս կետերը խախտելը, դու անցնում ես վիրավորողի դաշտ։ Սա ընդհանուր սկզբունք է։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն, դա նման է նրան, որ եթե օրինակ ասենք, ոչ մեկ մարդուց չի պահանջում, որ ինքը կարողանա կարդալ, եթե իրան չեն սովորացրել կարդալ, չէ՞։ Իրան համբերատար սովորացնում են այբուբենը, համբերատար սովորացնում են գրամատիկը, քերականությունը, չէ՞։ Դրանից հետո ինքը չի դառնում կարդացող։ Այդ դրա մասին է խոսքը։ Հասկացաք, չէ՞։ Սկզբունքը էլի։ Երբ որ ինքը քեզ այբուբենը բացատրեց, դու չդարձար կարդացող, դու այդ կետում կատարեցիր քո ընտրությունը։ Ես գերադասում եմ մնամ տգետ։ Այդ հիմքի վրա դու շարունակում ես, ասենք էլի, համ այբուբենը սովորում ես, բայց համ էլ շարունակում ես մնալ առանց հետաքրքրության դեպի կարդալ։ Եթե մենք ընդհանուր սկզբունքն ենք ասում, հասկացաք, չէ՞։ Ուրեմն քանի դեռ դու սովորում ես այբուբենը, ոչ մի պրետենզիա քո հանդեպ չկա։ Ինքը ամսից համբերատար ամեն տարով, չգիտեմ, էլի, ես վկա եմ, ես որպես Աստծո գիտելիքը ներկայացնող, չէ՞, ես վկա եմ, թե ինչպիսի համբերատարությամբ է Աստված ամենայն դեպս գոնե ինձ օգտագործում, որ այսպես ստորակետով, կետով, չգիտեմ, այսպես էլի մի հատ ծակ չմնա, որը բացատրված չլինի։ Հա՞։ Բայց համ էլ ես վկա եմ, որ երբ որ այդ process-ը ավարտվում է, ու անձնավորությունը ինքը իրան պահում է այս կետերը խախտելով, թե այդ ինչով է վերջանում։ Հասկանում եք։ Ու այդ հոգեբանության մասին մենք արդեն խոսանք այդ մյուս անգամ, ես ամեն կետը կբացատրեմ, թե ինչքան է ինքը համբերում, որն է այն կետը, որից հետո արդեն ընկալվում է անձնավորությանը որպես process-ին, այսինքն որպես այն ողորմածությանը, որ ինքը առաջինն է։ Հասկանում եք, մենք այսօր պետք է հասկանայինք ամենակարևոր բանը։ Աստվածամերժության մեջ ապրող կենդանի աղետների մոտ Աստված գալիս է առաջինը։ Եվ սա փոխում է հոգևոր կյանքի ամբողջ հոգեբանությունը, որովհետև կենդանեակը ինքը ստանում է մի բան, որին ինքը չի ձգտել։ Եվ այդտեղ շատ հետաքրքիր հոգեբանություն է սկսում ձևավորվել։ Եվ թե հոգևոր կյանքը ինքը ո՞նց է վարվում այդ դրա հետ, ինքը ինչ է անում, որ այդ հետաքրքրությունը գրգռի, որպեսզի կենդանեակը ինքը սկսի հետաքրքրվել, սկսի փնտրել, չէ՞։ Այդ ամեն ինչը իրականում այս գիրքը ինքը հենց այդ գլոբալ ինքը այդ թեման է նայում։ Թե ոնց է Աստված ինքը կարողանում առաջինը գալով, այսինքն նիվաստրեբլնի չպահանջված լինելով անել առաջի քայլը, որ փրկի, եւ դա է հենց կոչվում կարեկցանք, հա, եւ ասենք դա ոնց է ինչերի մեջով անցնում այդ իր առաջի քայլը, այսպես ասենք, եւ թե ինչ են անում դրա հետ աստվածամերժ կենդանիակները։ Այսօր այսքան է, ջան։
Ես եմ շնորհակալ։